Մեծարգո նախագահ, հարգելի փոխոցնակներ, հարգելի գործընկերներ, իրականում շատ է ուզում խոսել հենց հանձնաժողովի հետ կապված թեմաներից ու առհասարակ մեր կատարած աշխատանքից վերջում կփորձեմ հասցնել, բայց երեք մի հարցազրույց աշխովս ընկավ շաբաթ օրը ըստ երևույթի նկարահանված, որտեղ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը ուղիղ տեքստով ասում է հետևյալը. «Բա նորմալ մարդը Սամվել Կարապետյանին թողած կգնա Նիկոլ Փաշինյանի հետևից»։ Հետո ուժեղ Հայաստանի ներկայացուցիչին լրագրողը հարցնում է. «Հայելի, նորմալ մարդը Սամվել Կարապետյանին թողած կընտրի Նիկոլ Փաշինյանին»։ Մարդն է հաստատում, ասում է, բա։ Ուժեղ Հայաստանը այսպիսով պետք չէ արդեն առանձնացնել որևիցե մեկին, սա ակնհայտորեն կուսակցության ու դաշինքի դիրքորոշումն է, հարգելի գործընկերներ, փաստացի սրանով աննորմալ է անվանում Հայաստանի Հանրապետության 720,000-ից ավել քաղաքացու։ Այս մարդկանց դիրքորոշումը դա է, այս մարդկանց մոտեցումը դա է, որ նորմալ մարդը ուղղակի չէր կարող չընտրել Սամվել Կարապետյանին։ Նորմալ մարդը պիտի ընտրեր Սամվել Կարապետյանին, իսկ ով էլ որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ 720,000 մարդը աննորմալ է այս մարդկանց պատկերացումը։ Ես իհարկե չգիտեմ նորմալի ու աննորմալի մասին ուժեղ Հայաստան դաշինքի պատկերացումները, բայց դրանք ըստ ինձ փոքր-ինչ տարակուսելի են առնված, քանի որ երբ որ քաղաքական ուժը առհասարակ մտածում է, որ ինքը կարա 730,000 հոգու աննորմալ անվանի, հարգելի գործընկերներ, թույլ տվեք պնդել, որ դա արդեն իսկ աննորմալ է։ Դուք այստեղ շատ լավ օրինակներ ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Ժեղ, Օխլոս, նմանատիպ բաներ անվանած խմբակցության ներկայացուցիչների։ Էլ ավելի հետաքրքիր ներկայացուցիչներ կան, դրանից ազգային ժողովից դուրս էս վայի դրության, որոնք նախկինում նստում էին այս խմբակցության փոխարեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ առհասարակ պետք է զգույշ խոսել, շատ զգույշ է պետք խոսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որովհետև հարգելի գործընկերներ, ես չգիտեմ իհարկե դուք որքան կապիտալ, որքան գումար ունեք, բայց թույլ տվեք ձեզ ասել, որ եթե նույնիսկ դուք աշխարհի հարստություն ունենաք, դա ձեզ թույլ չի տալի Հայաստանի Հանրապետության ժողովրդին վիրավորել։ Դա ձեզ թույլ չի տալի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վիրավորել։ Հատկապես վիրավորել մի բանի համար, որ այդ քաղաքացին չի վաճառվել։ Ինչևէ, շատ խոսվեց հեծի մասին անցած օրերին։ Թույլ տվեք մի քանի բան էլ ես արտահայտեմ հեծի մասին։ Հեծն էլ ռուսական օլիգարխիային է պատկանում, ամենավատ մոնոպոլ կազմակերպությունն է։ Համարյա մարզով մեկ հոսանք չունենք, չնայած նորմալ է դա, նոր բան չի, մութուցուկ տեսած սերունդ ենք։ Հետաքրքիր միտք է, չէ՞։ Ես ասեմ ինչ մասնա։ Երեկվանից մասնավորապես ժամը 22:30-ից Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում էլեկտրականություն չկա ու հայ էլեկտրական ցանցեր ՊԲ-ն թքած ունի, թե մարդիկ այս սառնամանիքին կցրտահարվեն կամ ինչ պիտի անեն։ Սա առաջին դեպքը չի ու տարվա որ եղանակին ու ժամին ուզում են առանց տեղյակ պահելու անջատում են, որի հետևանքով մարդկանց տեխնիկան է փչացել, օրինակ նոթբուքս։ Երբ պետքա այս ամենաթողությանը վերջ տրվի։ Չէ՞ որ մենք վճարում ենք տասնապատիկ ավել հեծի մատուցած ծառայությունների դիմաց, իսկ մարդկանց ով է փոխհատուցելու պատճառած վնասի համար։ Դե մտածում են գյուղերում մարդիկ չեն ապրում ու պետքա միշտ անտեսել, հեծին դատել ու վտարել ապետք։ Պարոն Կարապետյան, մի ընդհատեք, այս մտքերը գիտեք ինչ, պարոն Կարապետյան, մի վարքյան, այս մտքերը գիտեք ինչով են ծանրակշիռ։ Այս միտքը օրինակ գրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ձեր խմբակցության падգամավոր Սյուզաննա Ավետիսյանի կողմից։ Հարգելի գործընկերներ, մենք այստեղ ձեզ ասելու բան չունենք, հասկանում եք, հեծի մասով ես չի որ պետքա ձեզ գնահատական տամ, ձեր գնահատականը ձեզ արդեն իսկ տված է ձեր խմբակցության կողմից։ Հենց խեթ հայացքներով մի նայեք Տիկին Ավետիսյանին, հարգելի գործընկերներ։ Տիկին Ավետիսյան, դուք ունեք խոսքի ազատություն, կարծիքի ազատություն ու դուք պաշտպանված եք Հայաստանի Հանրապետությունում, եթե որևէ մեկը կփորձի բռնանալ ձեր կարծիքի վրա, կարող եք դիմել կպաշտպան։ Նախորդն էլ էր Տիկին Ավետիսյանը գրել, այդ արդեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, այ որ ասում էր հեծն էլ հոր ռուսական օլիգարխիային է պատկանում այդ։ Տիկին Ավետիսյան, շատ ողջունում եմ ձեր շրջահայացությունը, հեռատեսությունը եւ սեփական կարծիքը արտահայտելու քաջությունը։ Ձեր էջից է։ Ինչևէ, բայց նորմալին ու աննորմալին վերադառնալով հարգելի գործընկերներ, ասում ենք որն է նորմալ, որն է աննորմալ, քաղաքացին է նորմալ, թե մեկն է նորմալ։ Հարգելի գործընկերներ, 126,000 դրամով ես գիտեք, դե Իջևանում եմ ծնվել, բայց Զեյթունում եմ մեծացել, Զեյթունցի եմ, պարոն Գաբրիելյանն է Զեյթունցի, եւ կներեք, բայց այս հեծի թեմաներից իմ Զեյթունցի ու արժանապատվությունը ու մեր թաղի ժողովրդին էլ շատ վիրավորված է։ Ուրեմն Զեյթունում երբ որ ահռելի պարկինգը 126,000-ով ամսական վարձով եք տվել հեծին պատկանող ու գնացել Մալացիայում 12 միլիոնով վերցրել եք, թող ներեն Մալացիայի մեր գործընկերներ, բայց ես ու պարոն Գաբրիելյանը այդ միտքը մի տեսակ ցանր ենք տանում, էլի։ Այդ երբանից Զեյթունը դարավ 126,000, նույնատիպ բանը Մալացիայում 12 միլիոն։ Հարգելի գործընկերներ, դա է պատկերացրած նորմալ, ասում է մեր գրպանից է, ժողովուրդ, այդ ինչ բիզնես մոդել է։ Այսինքն այդ ինչ բիզնես մոդել է, ձեր գրպանից, հա գրպանից ուզում են, այդ ինչ այդ նորմալ է, այտենց բիզնես են անում առհասարակ։ Այդ որ սիստեմով է տենց որ դու ունես օրինակ չգիտեմ բաժակ, այս բաժակը տալիս ես վարձով 126,000 դրամով ու մի հատ ուրիշ նույնական համարյա բաժակ վերցնում ես 12 միլիոն դրամով, այդ ինչ սիստեմ է։ Այդ նորմալ է առհասարակ, այդ փողերի շարժը նորմալ է, այդ ինչ փողեր է։ Այդ մաքուր փողեր են, այդ ինչ է ժողովուրդ։ Այդ ինչ է։ Ես այդպես բիզնես չգիտեմ որպես այդ։ Ասում եք բանը, ասում եք Հալիձորի մանկապարտեզի վրա հավելագրումներ է կարել։
Լսում եմ, հա, բացահայտել ենք, հիմա ձեր վախտել ալնում։ Այո, բայց գիտեք տարբերությունը որն է, պարոն Ղազարյան, որ մեր մոտ հիմա որ ելնում է, քանի հատ հաղորդում կա տված ոստիկանություն, դուք տվել եք հաղորդումներ։ Ոստիկանություն հաղորդումներ տվել եք, հեչ մարդ կա, որ այդ գործով գնացել է քրեական վարույթով անցել է։ Հարգելիություն էլի։ Ներողություն, պարոն Ալեքսան, մի վարքան։ Հարգելի գործընկերներ, անընդհատ տեղից արձագանքում եք։ Մի արձագանքեք, դուք ունեք եզրափակիչ ելույթի իրավունք, վերջում կգա, կարձագանքեք։ Ինքը ձեր հետ է խոսում, բայց ձեզնից այս պահին չի ակնկալում արձագանք։ Շարունակեք, պարոն Ալեքսանը։ Շնորհակալություն։ Նույն Հալիցյոնի մանկապարտեզի վրա ինչի է ավել փող գրվել։ Որ բանա, այդ փողով ազգային բարերարություն արվել է օրինակ։ Հեչ այդ փողով ինչ բարերարություն արվել է ավել գրած մանկապարտեզ։ Լավ էդ էլ հլաճանդա։ Ժողովուրդ 102-րդ ռազմաբազայի վրա եք ավել փող գրել։ Ասենք այն մար 102-րդ ռազմաբազայի վրա ժողովուրդ։ Հետո էլ ասում եք խիա Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ։ 102-րդ ռազմաբազայի վրա ավել փող եք գրել։ Պարոն Ղազինյան, ձեզ նախազգուշացնում եմ այդ պարոն Ալեքսյան, Ղազինյանին նայելով մի խոսեք։ Ասենք Տիկին Ավետիսյանին նայելով խոսեք, որ չարձագանքի տերից։ Հետո կասեն հարաբերությունները փչացավ, էս արեց, այն արեց։ Բաց ոնց կլինի ժողովուրդ ջան։ Բայց լավ, այս հետի մասին դեռ շատ ենք խոսել ինձ թվում այնուամենայն։ Սիրելի քաղաքացիներ, անցած տարիների ընթացքում հիմա քննարկվում է հենց այն հանձնաժողովի հարցը, որի համակարգման տիրույթում է նաև ենթակառուցվածքների շինարարությունը։ Մենք 4735 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել ապրիլի դրությամբ, հիմա այս տիպը միանշանակ շատ ավելի շատ է։ 4735 կիլոմետր ճանապարհ։ Ես հիշում եմ օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչյանի բանն էին նկարում, նախընտրական հոլովակն էին նկարում, հպարտորեն մեջ ասում էր, որ 10 տարում կառուցվել է 1000 կիլոմետր ճանապարհ, այն էլ Լինսի հիմնադրամով բանով հիշում եք այն հայտնի պատմությունները։ 4735 կիլոմետր ճանապարհ։ 1757 կիլոմետր լուսավորություն է անցկացվել ճանապարհին, սիրելի քաղաքացիներ։ Այս ամեն ինչը արվել է ձեր հարկերով, ձեր միջոցներով։ Բայց այդ ամեն ինչը արվել է ձեր համար։ Այդ ամեն ինչը արվել է նրա համար, որ ձեր երեխաները իմանան, թե ինչ է նշանակում ապրել բարեկեցիկ կյանքով։ Որ ձեր երեխաները հասկանան, որ հասարակ ասֆալտապատ ճանապարհ ունենալը սեփական գյուղում կամ քաղաքում դա ինչ որ մի չգիտեմ ինչ տեսնված, չլսված հաճույք չի, այլ դա հասարակ մարդկային կյանքի նվազագույն նորմա, որը պետությունը պետք է ապահովի եւ ինչը հարգելի գործընկերները երկու խմբակցությունների չեն արել իրենց կառավարման 20 եւ ավելի տարիներին։ Չեն արել, բայց դրա փոխարեն բազմապատիկ աճել է նրանց ընտանիքների կապիտալը։ Միանշանակ աճել, անտարակույս աճել է։ Իսկ նույնիսկ հակադարձ համեմատական է եղել Հայաստանի Հանրապետությունում կառուցված ենթակառուցվածքների։ Այս ամեն ինչը մենք արել ենք եւ այս ամեն ինչը մենք շարունակելու ենք անենք։ Իհարկե այդ ընթացքում կգնան հարգելի գործընկերներ, կգտնեն կառուցվող մանկապարտեզներ եւ կստուգեն արդյոք կառուցվող մանկապարտեզի պատի վրա ներկը բավականաչափ ամուրակապած թե չէ, ես շատ ողջունում եմ այդ գործունեությունը։ Բայց մեր հարգելի գործընկերները պիտի չմոռանան, որ խնդիրն է նա, որ պետությունը 30 տարի մանկապարտեզ չի կառուցել։ Եվ հիմա փաստացի պետություն կառուցող մանկապարտեզը ճիշտ կառուցող ընկերություն գտնելը շատ դժվար է։ Վառ օրինակ Տաշիր կոնստրակտ ընկերությունը, որը Եղարքունիքի մարզում դպրոց կառուցեց, բայց կառուցեց այնքան անորակ, որ ստիպեցին քանդի կեսից ու նորից կառուցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ պարոն Մանուկյանի վերջի խոսքին անդրադառնամ, Վեդու ջրամբարը շահգործման է հանձնված, Վեդու ջրամբարում արդեն առնվազն 12 միլիոն խորանարդ մետր ջուր կա, իսկ եթե ջրի մուտք է թույլատրվում, դա նշանակում է, որ ջրամբարը շահգործման է հանձնված։ Կապսի մասով չեմ կարող ասել, չեմ տիրապետում։ Ես կուզեի, որ իմ այս ելույթը վերնագրեինք թքած ունենալու նուրբ արվեստը։ Պարոն Ղազինյան, ասում եք մի քանի անգամ ես մեկնաբանել եմ, թե մեր քաղաքական ղեկավար առաջնորդը ինչ է նկատի ունեցել հեծի ակտիվը, բայց եկեք նայենք բառացի ինչ է ասում պարոն Սամվել Կարապետյանը։ Թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ։ Իրանց ասելով ում նկատի ունի պարոն Կարապետյանը։ Ես հիմա կասեմ իմ ենթադրությունները, թե ինչ եմ հասկանում այս բառերից։ Իրենց վրա ասելով հավանաբար նկատի ունի իշխանություններին, ովքեր ձեր խորը համոզմամբ հետապնդում են եւ այլն ձեր քաղաքական առաջնորդին։ Բայց երբ որ ասում է իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, նկատի ունի մեր ժողովրդին, ում պատկանում է այդ էլեկտրական ցանցերը։ Հայաստանի Հանրապետությանը, հա? Այսինքն ում վրա թքած ունի։ Մի հատ սա խնդրում եմ կմեկնաբանեք։ Անպայման կմեկնաբանեք ու այս թքած ունենալու մոտեցումը ձեր մոտ մի անգամ չի արտահայտվել ու բառերով չի արտահայտվել։ Ու մշտապես ես իմ հետ կապված իմ առնչություն ունեցած դեպքերով կարող եմ ասել, թե քանի անգամ եք ու ինչի վրա եք թքած ունեցել առհասարակ։ Դուք երբ որ զբաղեցնում եք բարձր պաշտոն էլեկտրական ցանցերով իրացման գծով տնօրենի տեղակալ։ Երբ որ Վեդի համայնքը նոր էր խոշորացել եւ ես նշանակվել էի Վեդի համայնքի պարտականություններ կատարող, համայնքապետի պարտականություններ կատարող, այն ժամանակ դեռ ավականին ձևավորված չէր, բյուջե չունեինք 22 թվականի հունվար։ Եվ մենք, ինչպես գիտեք,
բյուջեն ծախսում ենք ըստ համամասնության։ Ծախսում ենք 21 թվականի հունվարին, ինչքան ենք ծախսել օրինակ էլեկտրաէներգիայի վճարի համար, դրանից ավել, եթե նույնիսկ գումար ունենանք բյուջեում, իրավունք չունենք մենք դրանից ավել վճարում կատարել էլեկտրոցանցին։ Եվ համայնքը 56000 բնակիչ ունեցող համայնքը կանգնել էր խնդրի առջև։ Մենք գրավոր դիմեցինք ձեզ, ես անձամբ գրավոր դիմել եմ ձեզ, խնդրելով որպեսզի ըմբռնումով մոտենաք, մտնեք մեր դրության մեջ, քանի որ մենք չունենք գումար, եւ խոստանում ենք, որ անպայման մարտի 27-ի նշանակված ընտրություններից հետո, երբ որ ավականին կձևավորվի, բյուջեն կկազմենք, մենք անպայման այդ պարտքերը, ինչ որ պոչ մնում է, անպայման կվճարենք։ Բայց ձեր կողմից բանավոր ուղիղ հրահանգ էր եկել Արարատի տեղամասի պետին, որ հոսանքազրկեք համայնքը։ Մենք ինչ պետք է անենք։ Ես ստիպված դիմում եմ կառավարությանը։ Տարածքային նախարարության համայնքը ամբողջ 56000 վեդի քաղաք 18 բնակավայր 18 լսեք էլի ես հենց ոչ մի բան չեմ խոսում։ Ցերեկային գիշերային լուսավորություն, մանկապարտեզներ։ Հա, հո չեմ ասում բնակիչներին անհատ բաժանորդներին, ժողովուրդ ջան, ասում համայնքապետարանի մասին է խոսքը։ Համայնքի Եթե ասում եմ 56000 բնակչի, չեմ ասում որ անհատ բաժանորդների, ասում եմ վարչական շենքեր, մանկապարտեզներ, մշակույթի տներ, արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, սպորտ դպրոց, հիմա թվարկեմ ենթակա հիմնարկների անունները։ Հարգելիներս, այսինքն եթե դու այդ ամբողջ շենքերը հոսանքազրկում ես, մի ամբողջ համայնք հոսանքազրկում ես, ինչ տարբերություն։ Մեր քաղաքացիները չեն կարող մեր վարչական շենքերում իրենց հասանելիք ծառայությունները ստանալ։ Եվ բանավոր հրահանգ է գալիս, որ կապ չունի հոսանքազրկեք։ Ես դիմում եմ տարածքային փոխնախարարին էներգետիկայի գծով այն ժամանակ խնդրում եմ ասում եմ մի հատ իրենց հետ խոսեք ասեք որ չի կարելի էլի նման բան անել մենք անպայման ոչ փախանք համայնքով կտանք այդ փողը ու միայն դրանից հետո համայնքը չի հոսանքազրկվում պարոն Ղազինյան սա եւս մեկ դրվագ թքած ունենալու ցցուն օրինակ ձեր կողմից ոչ թե միայն ձեր ղեկավարի կողմից Վոլյոսի մասին խոսք գնաց այստեղ Վոլյոսը բոլորս գիտենք մոնոպոլ դիրք զբաղեցնող Այս ոլորտում նախագծեր էր անում։ Վոլյոսը դիմում է Վեդու համայնքապետարան, որ մենք հետագից նախագիծ հաստատենք, այնուհետև տանք շինթույլտվություն եւ հոսանքի գիծ անցկացնի կառույցի։ Մենք չենք տալիս, մերժում ենք։ Մերժման պատճառը, որովհետեւ հողի նպատակային նշանակությունը չի փոխվել, որի վրա ուզում են երրաֆաս հոսանք անցկացնել, արոտավայրի վրա ուզում են հոսանք անցկացնել, որպեսզի այնտեղ կառուցվի սառնանային տնտեսություն։ Բայց ընթացակարգը հետեւյալն է. Սեփականատերը պետք է դիմի համայնքին, ավականու նիստով նպատակային նշանակությունը փոխվի գյուղարտադրական, որպեսզի ստանա շինթույլտվություն վրան սառնանային տնտեսություն կառուցելու, նոր միայն այդ շինթույլտվության արկայության դեպքում կարող է ստանալ հետագից նախագծի թույլտվություն եւ կառուցել այդ երրաֆաս հոսանքի գիծը։ Վոլյոսը արհամարելով համայնքի ղեկավարի մերժումը անօրինական անցկացնում է այդ գիծը, կառուցում է այդ գիծը։ Իրավունք չունի կառուցել Ինքը նախագիծ անում առանց հետագից նախագծի հաստատման, իսկ կառուցողը գալիս կառուցում է։ Եվս մեկ թքած ունենալու վառ օրինակ ձեր գործընկեր այդ կազմակերպության կողմից, որ կառուցել են այդ գիծը։ Ու դա այն սառնանային տնտեսությունն է, երբ որ դուք շրջում եք սառնանային տնտեսություններով, եկաք Վեդի համայնքի Գոռավան բնակավայր, եւ այնտեղ հանդիպեցիք նախկին գյուղապետին, խոսեցիք մթերման կազմակերպման մասին, եւ այդ սառնանային տնտեսությունը անօրինական ինքնակամ կառուցված շինություն է։ Հիմա մենք դատական վեճի մեջ ենք սեփականատիրոջ հետ։ Լավ է թե վատ է, հետագայում իրապահ մարմինները կտան իրենց գնահատականը։ Իսկ ամփոփելով խոսքս ես ուզում եմ, քանի որ շատ խոսեցինք թքած ունենալու եւ թքած ունենալու մասին, ուզում եմ մեկ բան այստեղ ներկայացնել, եթե ժամանակը կհերիքի, թքած ունենալուն եւ դրան իր վերաբերմունքը արտահայտել է հայ մեծանուն բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը, կոչվում է Հայերուս թուքը։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի դալ վրան, սա ասում է բանաստեղծը, իմ խոսքերը չեն, թքելու ես ժամանակ ունեմ, թույլ տվեք, քաջ ես, լսել ենք, ինքդ մեծավոր, անուն յախտուղի ունես փառավոր, բայց թե թքետ շահ, տրետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ թրի դալ վրան, ի վերուս քանքար քեզի տված են, Հեղինակ անունը աշխարհ փրված է, բայց թե գրչետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ գրչի տալ վրան։ Հերատես մտքով դուն զարթարեցար, հզոր իշխանի սիրելին դարձար, բայց թե մտքետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ մտքի տալ վրան։ Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր, շատ կյորինես թանկագին բաներ, բայց թե ձեռքետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ ձեռքի տալ վրան։ Երկին շնորհեցին քեզ լեզու ճարտար, քարոշ չի ստացար հրճակ ու հանճար, բայց թե լեզվետ շահ չունի Հայաստան,
թքել են քուալ լեզվի դալ վրան։ Մեծ ուսում առիր, եղար գիտնական, գովքովդ լցված է մարդոց բերան, թե ուսում էդ շահ չունի Հայաստան, թքել են քուալ ուսմանը դալ վրան։ Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու յարկ, ու կդնեմ քեզ ազնիվ մարդոց կարգ։ Երբ օրորոցեդ մինչև գերեզման, միակ ձգտումքդ լինի Հայաստան։ Գրված է 1878 թվականին, ինչը այսօր ավելի քան ակտուալ է։ Իսկ հետևությունները թողնում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելի նախագահ, հարգելի փոխոսնակներ, սիրելի ժողովուրդ, մենք քննարկում ենք կարևոր հանձնաժողովներից մեկի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը եւ ես հույս ունեի, որ հարց ու պատասխանի փուլում պարոն Ղազինյանը առավելապես կարողանա ներկայացնել իր մոտեցումները, իր դիրքորոշումները, նաև միգուցե այն օրենսդրական փոփոխությունները, որի ջատակովը պետք է լինի։ Եվ թեև Սահմանադրական օրենքը հստակորեն նշում է, թե հանձնաժողովի նախագահի գործառույթները ինչպիսին պետք է լինեն, բայց ձեր մոտեցումներին կուզենայի առավել մանրամասն ծանոթանալ եւ պատկերացումներ կազմենք, թե ինչպիսին է ձեր տեսլականը կամ արդյոք կիսում եք կառավարության այն մոտեցումները, որոնք վերջին տարիներին իրականացվել են։ Փոխարենը մենք լսեցինք, որ դուք կներեք ձևակերպման համար մի փոքր սրտնեղած անվերջ եւ անդադար խոսում եք հեծից։ Վստահ եմ հայտնի ոչիլի անեկդոտը գիտեք, որ ով ինչից հարցնում է, խոսում է ոչիլի մասին։ Այդ տպավորությունն էր եւ բոլոր պատասխանները գալիս էին եւ հանգում էին մեկ կետի հեծի։ Ինձ մոտ մի պահ տպավորություն էր, որ պարոն Ռոմանոս Պետրոսյանի համար կրտսեր օգնականի քաստինգ են անում, բայց քավլիցի այդպես չէ եւ չեմ կարծում, որ օգնականի հաստիկում ձեզ դիտարկենք։ Իդեպ պարոն Ղազինյան, ինչու է պայմանավորված, որ Ռոմանոս Պետրոսյանի անունը չեք բարձրաձայնում ամբիոնից։ Ամեն ինչ խոսում եք, հենց գալիս էր անունին էր հասնում, ասում եք դե դուք գիտեք այդ մարդու անունը անձին։ Միթե այդպես միգուցե ես հասկանում եմ, որ անձնապես ձեզ համար, ձեր քաղաքական թիմի համար, ձեր բիզնես շահերը ներկայացնող անձանց համար Ռոմանոս Պետրոսյանի բացահայտումները իրապես մղձավանջ են դարձել եւ անունը բարձրաձայնելը իրապես խնդիր է ձեզ համար։ Երբ որ դուք ասում եք մենք հետևողական ենք եղել եւ այնպիսի հավելագրումներ, որոնք տեղի են ունեցել։ Տիկին Բաղդասյան, Ուժեղ Հայաստանի հարգելի գործընկերներ, խնդրում եմ լսել ամբիոնից ելույթ ունեցողների եւ չաղմկել։ Համեցեք։ Փաստորեն պարոն Պետրոսյանի անուն լսելը տարօրինակ ճղաձգումներ են առաջացնում Ուժեղ Հայաստանում։ Հանդարտվեք։ Փաստորեն այն հանգամանքը, որ մենք խոսում ենք տարբեր հավելագրումների մասին, եւ դպրոցներ, մանկապարտեզներ, զորամաս, բարձում է անգամ 102 ռազմաբազա, դուք ասում եք մենք կապ չունենք։ Այդտեղ գործել է պարոն Ղազինյան, հստակ համակարգ, որովհետև ինչպես գործընկերս ճիշտ նկատեց, չեն եղել բարձրաձայնումներ։ Դες մատնանշում եք, որ դուք Գյումրիում մեկ մանկապարտեզի հետ կապված խնդիր է եղել, դեպքին ծանոթ չեմ, բայց մենք չենք վարանել եւ այդ մասին խոսել ենք եւ այժմ քրեական գործընթաց է տեղի ունենում։ Իսկ ինչի դուք չեք խոսել։ Որովհետև տարիներ շարունակ Հայաստանում գործել է մի համակարգ։ Կներեք օտարահունչ բարի համար արենդատորների համակարգը, որոնք տարբեր ժամանակահատվածներում հատկապես ընտրական գործընթացներում ձեզ եւ ձեզ հարող քաղաքական ուժերին ծառայություն են մատուցել։ Որովհետեւ ցուցակագրված անձինք եւ համակարգեր։ Եվ գիտեք հայաստանյան ընտրական համակարգում ժամանակին արենդատոր ասվածը հարց լուծող էր։ Եվ դրա համար դուք տարբեր տեղերում աչք փակում եք այն ապօրինություններին, որոնք իրենք թույլ էին տվել։ Եվ դա եղել է համակարգային բնույթ գրող։ Այժմ վերադառնալով բուն թեմային, ուզում եմ նշել, որ ձեր մոտեցումներում ես որևէ կերպ չնշмарեցի, թե ինչպես եք տեսնում դուք Հայաստանում համաչափ զարգացումը։ Մեզ համար եւ մեր քաղաքական ուժի համար ինդեքսով, փոստային ինդեքսով պայմանավորված չի որևէ բնակավայրի զարգացումը։ Եվ մեզ համար համաչափ զարգացումը ոչ միայն տեսլական է, այլ իրական գործելավոճ։ Տիկին Յոլյանը թվեր նշեց, Տիկին Յոլյան 2017-ից առ այսօր համայնքային բյուջեները քանի անգամ են աճել։ Եթե չգիտեք, տեղեկացնեմ, եռապատկվել են։ Եվ եռապատկվել է նաև տեղական турքերի եւ հարկերի հավաքագրման արդյունքում, որովհետեւ ժամանակին որոշ արտոնյալներ, որոնք շարժական գույք օրինակ տանում գրանցում են ինչ-որ մի փոքր համայնքի վրա եւ գույքահարկ չեն մուծվում, այժմ չկա այդ ինստիտուտը եւ հրաշքով ու պատահականությամբ այդ նույն անձինք նաև հեծում ոչինչ չէին մուծում։ Հայաստանում գործում էր լավ տղա ինստիտուտը, այդ ինստիտուտը այլևս չկա։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին անշարժ գույքը նույնպես հարկերը ձևավորված, նույնպես մոտքագրվում են տեղական բյուջե։ Եվ սա է պատճառը, որ տեղական բյուջեներով հնարավորություն կա ավել գործ անելու։ Գործընկերները խոսում են 30 տարիների մասին, ես ասեմ, որ համայնքներում մենք ունենք ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք 50 տարով չեն կառուցվել։ Ես ընդհանրապես առաջարկում եմ ձեզ ոչ թե նախընտրական շրջանակներում այցելել համայնքներ եւ իհարկե այն համայնքները, որտեղից դուք շատ ձայն եք տարել, նվիրել կոմբայներ եւ ինչ որ այլ գյուղտեխնիկա, այլ ընդհանրապես շրջահայաց լինել եւ տեսնել, թե Հայաստանում ինչ ծավալի աշխատանք է կատարվել եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել համայնքներում, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, գազաֆիկացում եւ այլն եւ այլն։ Եվ թեև այո, չեմ կարող չհամաձայնել, որ Շիրակի մարզը ամենաաղքատ մարզերից մեկն է, այդ թեմային ես առիթ կունենամ
անդրադառնալու, բայց այդ մասին գոնե պարոն Մեսրոպ Մանուկյանը պետք է չխոսեր, քանի որ դահլիճում չէ, չեմ շարունակի թեման, բայց առիթ կունենամ խոսել։ Լավ կլիներ թե պարոն Մանուկյանը ներկայացնել թե ապօրինի գույքով իրենց անցնող հեկը ինչպես է բարելավել Ամասիայի տարածաշրջանի բնակչության կյանքը, երբ Ախուրյան գետի Աչափնյա ջրանցքը պետական նշանակության օտարվել է եւ այժմ ապօրինի գույքով անցնում են եւ մեկ քրեական վարույթով էլ, որը մեղադրական եզրակացության արդեն դատարանում է։ Հետաքրքիր էպոպեա կա, առիթ կունենամ այս մասին խոսելու։ Եվ վերջում, քանի որ խոսում ենք ենթադրյալ հանցագործությունների ապօրինությունների մասին, պարոն Ղազինյան, ամենայն հարգանքով ձեր ընտանիքի, ձեր հոր նկատմամբ, ես չեմ կարծում, որ ակադեմիկոսի որդի լինելու հանգամանքը կարող է իրավական ինդուլգենցիա լինի ենթադրյալ հանցագործությունների եւ ապօրինությունները քողարկելու կամ ազատվելու համար։ Ժպիտը պահեք հաջորդ անգամ։ Հարգելի գործընկերներ, Տիկին Կարապետյան, մոտեցեք ամբողջին, բայց ինչ դուք մոտենում եք, քանի որ ես էլի օթուն ինչ-որ լարվածություն եմ զգում, ես հարկ եմ համարում դրան անդրադառնալ, հա։ Նախ հարգելի գործընկերներ, ես պոեզիայի մեծ մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ, որ կրկին, եթե դուք ինչ-որ բանից դժգոհում եք, երևի դուք ինքներդ արժի, որ այդ բանը չանեք։ Հիմա ձեր շարքերում էլ կան պոեզիայի սիրահարներ, որոնք օրինակ, չգիտեմ, ստեղ վախենում են բան ասեն, բայց գնում են ծածուկ ինչ-որ պոետիկ բաներ են հրապարակում։ Եթե դա ձեզ համար նորմալ է, ուրեմն պետքա պատրաստ լինեք դուք էլ լսել պոեզիա, հարուստ պոեզիա։ Եթե չէ։ Ես կառաջարկեի ընդհանրապես պոեզիան թողնել պոետներին եւ զբաղվել ելույթներով։ Հաջորդը, պարոն Մամիկոն Ասլանյան, ես խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք պետք է անձնական մաղձը թողել մի կողմ եւ այլն։ Բայց ես ճիշտ լսեցի, որ դուք ասացիք, որ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի այդպես ելույթներ չունենա, հակառակ դեպքում ստիպված կլինի մտածել իր առողջության մասին։ Ես ճիշտ հասկացա, հա։ Չէ, ես ուզում եմ հասկանալ ինչ նկատի ունեիք։ Տեղից մի խոսեք։ Ես ուզում եմ հասկանամ ինչ նկատի ունեիք, այսինքն բժիշկ եք դուք, հա, պետք է բժշկական օգնություն եք պատրաստում տալ։ Ինչա, որովհետև էլի եթե անցնում ենք այդ դաշտ, տեղից մի խոսեք։ Եթե անցնում ենք այդ դաշտ, պարոն Ասլան, ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագրում էլ բազմաթիվ մարմնի եւ հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք այդ դաշտ չմտնենք։ Հիմա, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկման։ Արդեն այս նիստերը բանի են էլի վերածվում, ինչ որ, չգիտեմ, Ալֆրեդի սենյակի են վերածվում հին թվերի։ Եկեք անցնենք բովանդակությանը։ Եվ կրկնում եմ, եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր մեջի պոետներին եւ ոչ միայն պոետներին։ Տիկին Կարապետյան, համեցեք։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը եւ ուժեղ Հայաստան Դաշնքին է պատկանում իրավունք առաջադրելու թեկնածու, նրանք առաջադրել են Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, ինչ կապ ունի պարոն Ղազինյանը տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հետ, կարծում եմ քիչ, բայց եթե ընթերցենք այդ հանձնաժողովի ոլորտները, ապա այնտեղ ի շարս համայնքային ծառայության, տեղական հարկերի դուրքերի վճարների, պետական գույքի կառավարման, բնական պաշարների, տրանսպորտի կնկատենք բառը էներգետիկա։ Եվ այստեղ իհարկե մեր միտքը կգա այն, որ պարոն Ղազինյանը Հայաստանի էլեկտրական ցանցերի նախկին տնօրենն է եւ կառաջանա հետեւությունը, որ ամենայն հավանականությամբ ահա այս ոլորտի շրջանակներում որոշակի նպատակներ հետապնդելու համար է առաջադրվել նրա թեկնածությունը։ Սա դեռևս ամուր պնդում չէ եւ անհրաժեշտ են հավելյալ փաստարկներ հիմնավորելու այս պնդումը եւ հավելյալ փաստարկներ մենք ստանում ենք հետ նայելով այն հարցուպատասխանին, որը ունեցանք այս դահլիճում։ Գործընկերները ձեզ մյուս ոլորտներից հարցեր տվեցին, պարոն Ղազինյան, եւ դուք մեղմ ասած ասեցիք, որ դեռևս պետք է հասկանանք այդ մյուս բոլոր հարցերին ինչպես պատասխանենք։ Սա արդեն իսկ բավականին նեղացնում է, թե ինչ հետաքրքրություններ դուք կարող եք ունենալ այս հանձնաժողովին, բայց երբ հարցերը սկսեցին առնչվել բուն էներգետիկային եւ հայկական էլեկտրական ցանցերի, այստեղ էլ չի կարող ծնվել այնպիսի մի համոզմունք, որ դա բացառապես ձեր գիտելիքը եւ փորձը իշահ հանրության ծառայեցնելու նպատակ է հետապնդում, ինչու՞, որովհետեւ երբ ձեզ հարցրեցին հեցի դիվիդենդների մասին, դուք պատասխանեցիք, որ դա գուցե առևտրային գաղտնիք է։ Պարոն Վարդևանյանը ձեզ գովում էր որպես իրավաբան։ Որպես իրավաբան պիտի իմանայիք, որ չի կարող դա լինել առևտրային գաղտնիք, դա հանրությանը պատկանող տեղեկատվություն է։ Այսինքն, խորանում է համոզմունքը, որ դուք այդ ոլորտը բացի ընտրելուց, նաև այդ ոլորտին ծառայեցնելու եք ոչ թե ձեր գիտելիքն ու փորձը իշահ հանրության, այլ իշահ ենթադրյալ կամ մտածածին իրականում առևտրային գաղտնիքի։ Եթե սրան ավելացնենք գործընկերոջս մյուս հարցը, թե արդյոք չեք տեսնում շահերի բախում, որ ընդդիմության է պատկանում Հրազդան ջեկը, Սևան Հրազդան հեկերի կասկադը, դուք կրկին ասում եք, որ ոչ, կարող եք նախագահել այդ հանձնաժողովը, զբաղվել դրա օրենսդրությամբ եւ ամենևին ձեր գործընկերների շահերը այդտեղ չպաշտպանել։ Բայց ինչի մասին է խոսում առհասարակ հեցի այս կառավարման մոդելը, որը մենք նախկինում տեսել ենք։ Եթե ամփոփենք ընդդիմության դիտարկումները այս առնչությամբ, նրանք շարունակում են պնդել, որ նրանք չեն ցանկացել զբաղվել հեցի տնօրինմամբ եւ կառավարմամբ։ Հայաստանը խնդրել է, որպեսզի նրանք զբաղվեն հեցի տնօրինմամբ եւ կառավարմամբ։ Սա իհարկե մեզ հիշեցնում է, թե ինչ այլ տնտեսական մոդել էին նրանք առաջարկում նախորդիվ քննարկումների ժամանակ, երբ ուժի ղեկավարը ասում էր, որ Հայաստանի ժողովուրդը պետք է երազի, որպեսզի նա մնա պայքարի մեջ,
Իսկ ուժի մյուս առաջնորդը այս դահլիճում պատմում էր, որ տնտեսական այն մոդելը, որը նրանք առաջարկում են, այն է, որ սեփականությունը լինի մասնավոր, այսինքն գործարանները պատկանեն գործարարներին, սակայն շուկան լինի մենաշնորհային։ Եվ եթե հետ նայենք, մենք կտեսնենք, որ հեծի հետ ճշգրիտ սա է տեղի ունեցել։ Գործընկերս ձեզ հարցնում է, թե ինչու եք հեծի համար ստեղծել այլ կազմակերպություններ, որոնք կմատակարարեին հեծին անհրաժեշտ ապրանքները։ Դուք սրան պատասխանում եք, որ կա որակ, տեսեք, ելով է ավելի լավ արտադրում մալուխ կամ մեկ այլ բան, բայց այստեղ չի ճշմարիտ պատասխանը։ Ճշմարիտ պատասխանը ձեր ներկայացրած մոդելի մեջ է, որ դուք հավատում եք, որ շուկան պետք է լինի մենաշնորհային։ Այսինքն պետք չի համեմատել որակները։ Ձեր հավատամքն է, որ գործարանը պետք է պատկանի գործարարին, այլ ոչ թե հանրությանը, որը իհարկե քննարկելու մոդել է։ Կարող են լինել սոցիալիստական մոդելներ, որտեղ գործարանները պատկանում են ժողովրդին եւ հանրությանը։ Իհարկե դա շատ դժգոհություններ կառաջացնի ընդհանուր մինչեւ սոցիալիստ դաշնակցականների մոտ, բայց դա մոդել է։ Ձեր պնդածը որն է, որ գործարանը պատկանում է գործարարին, բայց ամբողջ շուկան եւս պատկանում է այդ գործարարին։ Միջ տեսնված մոդել։ Ընդ որում, երբ ձեզ հարց են տալիս, ասում են այդ հավելագրումների հարցը ինչպես եք լուծել, դուք դա կրկին լուծել եք մեկ այլ կազմակերպություն ստեղծելով, այսինքն ոչ թե հեծի աշխատակիցների բարեվարկության հետևից եք գնացել, որպեսզի հավելագրումներ չկատարեն, այլ դուք ստեղծել եք հաշվիչների գործարան, որը կլուծի այդ խնդիրը արդեն դրսից։ Այսինքն հնարավոր չի կառավարել, որպեսզի աշխատակիցները հավելագրումներ չանեն, պետք է ստեղծել մեկ այլ գործարան կրկին մատակարարող, շատ լավ թվայնացում, բայց հեծի աշխատակիցների բարեվարկության հարցը հնարավոր չէ լուծել առանց եւս մեկ եկամտի աղբյուր ստեղծելու։ Պարոն Կարապետյան, կարձագանքեք այս ամբիոնից։ Եվ նույնը դուք ուրեմն այնինչ պատրաստվում եք, այնինչ արել եք հեծի հետ, նույնը առաջարկում եք անել Հայաստանի ամբողջ տնտեսության հետ։ Այսինքն դուք պիտի երազեք, որ մենք ձեզ կառավարենք, եւ այդ կառավարման ընթացքում էլ պետք է ստեղծվի այդպիսի մենաշնորհային շուկա։ Մեկ այլ դրդապատճառ, որը կարող է լինել այս առաջադրման եւ առհասարակ ձեր քաղաքական նպատակների մեջ, բացահայտվեց ձեր կողմից։ Նախորդ օրը դուք մի ուշագրավ հայտարարություն արեցիք, հետեւյալն էր, երբ հարց գնաց Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումների մասին, դուք ասեցիք, այնինչ պաշտոնապես ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, դա ուղղակի քաղաքական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը քաղաքական է։ Ես ձեզ ունեմ հարցեր։ Նախ պետք է ասեք, թե այդ ինչ քաղաքական նպատակ է հետապնդում Ռուսաստանի Դաշնությունը, երբ կիրառում է տնտեսական սահմանափակումներ Հայաստանի նկատմամբ։ Դա անվանելուց հետո պետք է ասեք, թե արդյոք դուք այս հանձնաժողովի շրջանակներում ինչու ոչ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահությունը ստանալու պարագայում նպաստելու եք այդ քաղաքական նպատակի իրականացմանը, թե դիմադրելու եք։ Եվ վերջինը, ինչ տեղի կունենա ձեր կապիտալի հետ Ռուսաստանի Դաշնությունում, եթե դուք ընտրեք չնպաստել այդ քաղաքական նպատակի իրականացմանը։ Եվ եւս մի հպանցիկ այս թեմային առնչվող թեմայի կուզեի անդրադառնալ, երբ տնտեսական մոդելը ներկայացնում էր ընդդիմությունը, խոսեց նաև ընտանեկան արժեքների եւ պահպանողականության մասին։ Այստեղ իհարկե հասկանալի է դառնում, որ տնտեսությունն ու ընտանեկան պահպանողական արժեքները պիտի իրար հետ կապ ունենան, որովհետեւ եթե գործարանը չի պատկանում հանրությանը, պատկանում է մասնավոր գործարարին, իսկ հանրությունը որպես շուկա նույնպես ամբողջությամբ պատկանում է այդ գործարարին։ Ինչ պիտի տեղի ունենա բոլոր այն մարդկանց հետ, ովքեր երբևէ կցանկանան ընդվզել ահա այս մերօրյա ֆեոդալական օլիգարխիական համակարգի դեմ։ Անհրաժեշտ է մի ոլորտ, որի միջից այդպիսի ընդվզող քաղաքացիներին, քաղաքական գործիչներին ընդդիմությունը ասի, արդյոք նրանք հայ են, թե հայ չեն, հավատավոր են, թե հավատավոր չեն։ Եվ ահա այստեղ է, որ անհրաժեշտ է, որ հայ առաքելական եկեղեցու պատին փակցված լինի այն գործարարի պատկերը, որին պատկանում են գործարանները եւ որին պատկանում է շուկան։ Այստեղ իհարկե պիտի որ ձեզ մոտ վրթովմունք, եթե դուք իսկապես պահպանողական ընտանեկան արժեքների ջատագովներ եք, ձեզ մոտ պիտի վրթովմունք առաջացներ ոչ թե այն, որ կաթողիկոսին դիմում են ավազանի անունով, այլ ձեզ մոտ պիտի վրթովմունք առաջացներ, որ դա չի համապատասխանում ընտանեկան արժեքների եւ պահպանողականության ձեր սկզբունքներին, որովհետեւ պարզվում է, որ այդ մարդը ունի զավակներ։ Պարզվում է կան այլ հոգեվորականներ, որոնք ունեն ընտանիքներ։ Չգիտեմ, նույնիսկ կարելի է ասել արտամուսնական կապեր, որովհետեւ նրանք բոլորը պիտի լինեին կուսակրոն, բայց սա ձեզ մոտ վրթովմունք չի առաջացնում։ Դուք դա համարում եք նրանց ներքին հարցը։ Եվ հետեւաբար սա շատ համահունչ է տնտեսության այդ նույն մոդելին, որը դուք առաջարկում եք, որը նույնպես լի է կեղծիքով, եւ եթե որևէ մեկը հարց ցանկանա բարձրացնել այդ տնտեսական մոդելի համար, ահա դուք ունեք այդ զենքը, որի միջից նրան կարող եք ասել դու հայ չես։ Այս դատավորը հայ էր, այս դատավորը հայ չէր։ Ես առաջարկում եմ մի հատ թեստ անենք, եւ ես կարդամ արտահայտություններ, որոնք Հայաստանի հոգեվորականներն են արտաբերել, դուք գուշակեք, թե ով է այդ արտահայտությունը արել։ Խորհրդարանական ընտրությունների օրը չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Ինչ է կարծում, սա ձեր ուժի ներկայացուցիչ է արել, մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է արել, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեվորականը։
Ճիշտ է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգեբարականը, դուք կարող եք ասել դա նրա քաղաքացիական դիրքորոշումն էր, բայց չէ՞ որ բալթյան երկրների թեմի առաջնորդը եւս գուցե քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել, երբ ողջունել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, նրա խաղաղության օրակարգը եւ եվրաինտեգրման ուղղությամբ արվող քայլերը։ Չէ՞ որ այդ հանձնաժողովն եք հավակնելու վերցնել։ Այնինչ Մայրաթորը հայտարարություն տարածեց, որ դա չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումներին։ Սա ձեզ սեղանի խփելու ցանկություն չի առաջացնում ձեզ մոտ։ Մեկ այլ արտահայտություն։ Փաշինյանին ուղղակի օթի պես անհրաժեշտ են մեղավորներ ապրելու իմաստը չկորցնելու եւ ինքնասպանությունից խույս տալու համար։ Դուք այս արտահայտության մեջ ճանաչում եք մեր կրոնը, քրիստոնեությունը։ Ճանաչում եք եւ դա ձեզ դուր է գալիս։ Ավարտել։ Տիկին Ղազարյան, ասեմ ձեզ, կրկին, անդրադառնալով ձեր հարց տվողի թեմային, նախ իրապես շատ լավ, որ մենք ունենք անվտանգության խորհրդի նոր քարտուղար, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել պարոն Սիմոնյանին, անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ։ Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ ձեզ հարց տվող հարգարժան падգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան կամ ընդունելի է, որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան падգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն եւ ես կհոգան, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ։ Հորդորեն, որ այդ պոեզդիկ իրանք զեղումները իրանք տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, քննարկում ենք ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեխնացիան հարցը եւ այս կոնտեքստում ես կուզենայի մեկ այլ թեմա բացել քննարկման, սփյուռքի վերաբերյալ, սփյուռքի դերի նշանակության եւ Հայաստանի հետ հարաբերության վերաբերյալ, բայց միջդան անդրադառնալը մի կարճ տեղեկություն կուզենայի հայտնել Տիկին Յոլյանին։ Տիկին Յոլյան, դուք բողոքում եք, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք ազատվում են հարկերից, ասենք որ նման ընկերությունները շատ չեն, ընդամենը մեկն է, ARM Holding ընկերությունը, որը կառավարության որոշմամբ 18% շահութարկի փոխարեն վճարում է 2% շահութարկ եւ դրա մաս կազմող ընկերությունները Տաշիր գրուպի մաս են կազմում կամ փոխկապակցված են Տաշիր գրուպի հետ։ Այս արտոնությունը կառավարությունը տվել է, որովհետեւ համարել է, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, բայց եթե դուք գտնում եք, որ դա կարիքը չկա, ես կարող եմ դիմել կառավարությանը, խնդրել վերացնել այդ արտոնությունը։ Հա, կա դա, բան Կարապետյանը ստեղ չի։ Կգա կհաստատի։ Սփյուռքի մասին։ Մի տարածված միֆ կա Հայաստանում Սփյուռքի վերաբերյալ եւ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են, ինչքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը եւ հակառակը, ինչքան ավելի ուժեղ է Հայաստանը, այնքան ավելի ուժեղ է Սփյուռքը։ Ընկերներ, սա միֆ է, կատարյալ միֆ, եթե չասենք կատարյալ սուտ, ինչու՞, որովհետեւ ըստ սահմանման զուտ ֆիզիկապես Սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ու միայն Հայաստանից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից արտագաղթի, այսինքն իրենց մոտ ներգաղթի ալիքների հետևանքով։ Երբևէ որևէ գաղթօջախ հայկական չի հզորացել իր բնական սերնդափոխության հետևանքով։ Երբևէ նման բան երբեք չի եղել պատմության ընթացքում։ Կարող է ուրիշ սփյուռքերում, կարող է հիմա դուք ուրիշ օրինակներ գտնեք, որտեղ դա հնարավոր է, բայց հայկական սփյուռքում չի եղել մի գաղթօջախ, որը բնական սերնդափոխության հետևանքով առանց Հայաստանից կամ այլ գաղթօջախից նոր արտագաղթի ալիքի հզորանա։ Մադրասի հայ համայնքից խոսեցինք, հզորագույն համայնք, որ ընդհանուր բրիտանական կայսրության հետ է պայմանագրեր կնքում, այսօր չկա ընդհանրապես։ Ժամանակի նշանավոր համայնքները մեր Եգիպտոսում, Իրաք, Իրան, Լիբանան, Սիրիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան։ Մի մասը կան, բայց փոքրացել են, նվազել է այնտեղ հայերի քանակը, մի մասը էլի կարելի ասել չկան կամ շատ քիչ թվով հայեր են այնտեղ մնացել։ Դրա փոխարեն ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա, այնտեղից Սփյուռքը հզորացել է եւ ինչի հաշվին Հայաստանից նոր ալիքներ, նոր արտագաղթի ալիքների հետևանքով։ Այստեղից հետևություն, շատ པարզ հետևություն, այն մարդիկ, ովքեր ասում են, որ Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է թե ասեն, որ Հայաստանը պետք է թուլանա, որովհետեւ ուրիշ ճանապարհ Սփյուռքի հզորանալու չկա։ Ոչ, ընկերներ, հակառակը պետք է լինի։ Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով Սփյուռքը կթուլանա եւ Հայաստանը կհզորանա։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Ֆիզիկապես չկա։ Դուք դե ձևերը կասեք։ Պատգամավոր Մամիկոն Ասլանյան, ձեր նկատմամբ հայտակիրառում եք կարգապահ մի վարքյան պարոն Եղան, նախազգուշացում։ Հարգելի Տիկին Ենգոյան եւ պարոն Թամրազյան, նիստը ինչ սկսել ենք, դուք խոսում եք հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցրեք։ Երկրորդ միֆը, որ հնչեցվեց այս ամբիոնից Հայաստան խմբակցության ներկայացուցիչի կողմից, թե բա Հայաստանը Սփյուռքի հետ մեկ քաշային կատեգորիա է, իսկ առանց Սփյուռքի մեկ այլ քաշային կատեգորիա է, սա կատարյալ միֆ է։ Կատարյալ միֆ, որինված դիտավորյալ,
Լրիվ այլ նպատակներով, ոչ Հայաստանի շահերից բխող։ Ինչու է սա միֆ, հեքիաթ, ինչու։ Որովհետև Սփյուռքը ինքնին չունի հստակ քաշային կատեգորիա։ Սփյուռքը ինքնին։ Մենք չգիտենք Սփյուռքը ինչ քաշային կատեգորիա ունի որպես ամբողջություն, որովհետև Սփյուռքում չկա մեկ կենտրոն, որ ասես, այ էսա քաշային կենտրոնը։ Ինչպես օրինակ պետությունները ունեն քաշային կատեգորիա, ունեն բյուջե, ունեն բանակ, ունեն տնտեսություն, ունեն մշտական բնակչություն, ընտրություններ, կառավարություն, ազգային ժողով եւ այլ։ Սփյուռքի դեպքում այդպես չի։ Հայկական Սփյուռքը ինչպես մյուս Սփյուռքը, աշխարհի տարբեր երկրներում են ապրում եւ շատ տարբեր են, շատ տարբեր ուժային կենտրոններով։ Ավելի նույնիսկ մեկ երկրում ապրող մեծ Սփյուռքյան տարբեր կազմակերպություններ իրար լրիվ հակադիր քաղաքականություն են վարում ու դաշնակցականները դա ինձանից շատ ավելի լավ գիտեն։ Ես օրինակներ չբերեմ։ Այնպես որ մի քիչ վերաձևակերպելով Քիսինջերի ասածը, այլ առիթով Սփյուռքը ունի մեկ հեռախոսահամար։ Զանգես եւ Սփյուռքը քեզ պատասխանի իր ամբողջ քաշային կարգով, ասի իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին։ Ո՞վ է այդ հեռախոսահամարի կրողը, ասենք Մուրադ Փափազյանը, հա, օրինակ Ֆրանսիայում։ Ոչ չգիտես ում մանդատով է խոսում, քանի հոգու ձայնաստացել, ով է ինքն ընդհանրապես։ Այս օրինակ եմ էլի բերեմ, չմտածեք ինքին շատ է ուզում։ Դուք շատ կոռեկտ եմ, ասում եմ, արդյոք ինքն է Սփյուռքի ներկայացուցիչը, ոչ չգիտես քանի հոգու անունից է խոսում, սա կոռեկտելու, հավ կոռեկտ եմ ասում, դուք ին գալիս են, քանի հոգու անունից ենք խոսում, Ֆրանսիայում ապրում է 500,000-ից ավել հայ, քանի հոգու մանդատ ինք ունի, ընդհանրապես Հայաստանի շահերից խոսելու, էլ չասած Սփյուռքի շահերից խոսելու կամ ֆրանսիական համայնքի շահերից խոսելու։ Մենք խոսում ենք ստացած լինելով 730,000 քաղաքացիների մանդատ։ Ինքը Ֆրանսիայում 730 հոգու, ոչ թե 730,000, 730 հոգու մանդատ ունի։ 730 մարդ կգտնվի իր կողքը հավաքված, որ կասի ինքը ճիշտ է ասում, բայց նույնիսկ եթե գտնվի, դա էլ չի լինի, էլի համայնք։ Ոնց է ընտրվում։ Կամ այն Արամ Համբարյան։ ԱՄՆ-ում ինքը մանից է խոսում։ Գասպար Կարապետյան, չգիտեմ, հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ, 4 հոգով նստում են 4 պատի մեջտեղում, ասում են մենք ուզում ենք, որ Հայաստանը սենց անի։ Կներեք, իսկ իրանք ով են, որ ուզենան, որ Հայաստանը սենց կամ նենց անի։ Ում անունից են իրանք ուզում։ Դա։ Իրանք կարծեմ, մասնավորապես պարոն Փափազյանն իսկ Հայաստանի քաղաքացի էլ չի։ Գնացել Ֆրանսիայի նախագահին էլ խնդրել, որ Հայաստանի վարչապետին խնդրի, որ իրան թույլ տա մտնի Հայաստան։ Էդ է իր մաքսիմում հարածը։ Էդ է իր հարածը։ Այն աստիճանի մարդ չկարանա հարաբերություն կառուցի, որ գնա ատոմային միջուկային գերտերության ղեկավարին, ոչ թե ասի մեզ տվեք զենք։ Այս մի մասն էլ հեսա համայնքից հանգանակած, չգիտեմ, այս էլ մենք ենք առնում մեր պետության։ Տվեք տեխնոլոգիա, տվեք մասնագետներ, ԵԱՏՄ-ում խնդրեք մեզ մաքսային ատոնություն տան, գնա ասի կարակ, Փաշինյանին ասեք, մի հատ իմ սեկտը բանը ոնց է կոչվում, բացի մտնեմ էլի, պարոն նախագահ, այ էսա։ Սրա մասին է։ Այսօրվա այդ խոսակցությունները։ Տիկին Մաթևոսյանը հարց տվեց, ասեց, պարոն Խանդանյանին կարծեմ, ասեց, դուք այդ որ ասում եք, մենք այդ որ ասում ենք, պետականամետ սփյուռքյան կառույցներ կարող է նկատի ունեք իշխանամետ։ Տիկին Մաթևոսյան, այո, հենց դա էլ նկատի ունենք, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը սահմանում է ժողովրդի կողմից ընտրված պետական իշխանությունը։ Պետա, օտարի համար այնպեսին, ինչպեսին օտարերկրյա քաղաքացիներն են։ Մի ընդհատեք տեղից հարգելի գործընկեր։ Օտարի համար Հայաստանի, եթե օտարը ուզում է Հայաստանին օգնի, Հայաստանի վարչապետին արտգործնախարարն է գալիս հարցնում, ասում է ինչով կարանք ձեզ օգնել։ Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարն ասում են սրանով։ Ոչ թե ինքը նստում է 4 պատի մեջտեղ, դաշնակցական բանը, գերբը պատին խփած, ասում է ես կարծում եմ, որ էս է Հայաստանի պետականամետ դիրքորոշումը, այն դեպքում երբ որ ինքը նույնիսկ չի իրան նեղություն տվել, բայց Հայաստանի անձնագիր գոնե ստանա, որը մեծ ջանք պիտի ոչ չպահանջել իրանից։ Եվ այսպիսով, ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները Սփյուռքի հետ։ Դա պետք է որոշի ցանկացած սփյուռքահայ, ոչ մենք։ Ցանկացած սփյուռքահայ պետք է որոշի, եւ իմ կարծիքով երկու բան կարող է անել ցանկացած սփյուռքահայ Հայաստանի համար։ Առաջին տեղափոխվել Հայաստան եւ ապրել այստեղ։ Դա ամենամեծ բանն է, որ սփյուռքահայը, չեմ ասում սփյուռք բան, սփյուռքի հետ ներկայացուցիչներ, կառույցներ, հայդատի գրասենյակ, իրանք մեկը դա չեն անելու։ Ուղղակի սփյուռքահայերը տեղափոխվել Հայաստան եւ ապրել այստեղ, վճարել հարկեր, աշխատել, ստեղծել արժեք։ Եվ երկրորդ, եթե ցանկանում է այնտեղից ինչ-որ բան անել, պետքա վերցնի հեռախոսը, զանգի Հայաստանին, իսկ Հայաստանը ունի հեռախոսահամար, ի տարբերություն Սփյուռքի, եւ հարցնի Հայաստանին, թե ինչ կարող է անել Հայաստանի համար այնտեղ։ Եվ անի ճիշտ այն, ինչ կամ եթե չի կարող չանի, բայց լավ կլինի որ անի իր ուժերի չափով այն, ինչ իրեն խնդրում է Հայաստանը։ Ուրիշ հարաբերություն ես չեմ պատկերացնում։ Ես բացատրեցի թե ով պիտի վերցնի հեռախոսը ու զանգի։ Իմ ամբողջ ելույթի իմաստը հենց այդ է, պարոն Աբրահամյան։ Երբ որ կտակ Սփյուռքի հեռախոսահամարը, մենք էլ կարող ենք զանգել, մեկ հեռախոսահամար տվեք Սփյուռքից։ Պարոն Մանուկյան, օրենքը մեզ թույլ չի տալիս կողմնակի եկամուտ ունենալ, այլ բան մտածեք, որովհետև հստակ սահմանված է թե պատգամավորը ինչպիսի այլ եկամուտ կարող է ունենալ։ Պարոն Մանուկյան, պարոն Մեսրոպ Մանուկյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։
Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ եւ մեծ հետևող սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հանձնաժողովի նախագահի հարցը։ Մեր տեխնացուին բնականաբար սատարում են, պարոն Գաբրիելյանը մեծ աշխատանք է կատարել իր տեղակալ Թակուի Ղազարյանի հետ, հանձնաժողովի բոլոր անդամները, կառավարության ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարար Տիկին Անդրեասյանը եւ ես ուզում եմ խոսել մի ոլորտի մասին, որից թերևս քիչ խոսեցինք դպրոցների բուհական կրթության մասին, բայց ինձ համար ոչ պակաս կարևոր է այն, ինչ մենք խոստացել ենք մեր նախընտրական ծրագրով, դա մսուր մանկապարտեզների կառուցումը համայնքներում, եւ որ մենք խոսում ենք մսուր մանկապարտեզների մասին, առաջին հերթին մենք ոչ միայն երեխաների կրթության հարցն ենք լուծում, այլ առաջնայինը նաեւ աշխատող մայրերի, աշխատող երիտասարդ մայրերի, որովհետեւ քարոզարշավի ժամանակ, երբ որ մենք այցելում ենք տարբեր համայնքներ, երիտասարդ մայրերը խոսում էին այս մասին, որ երեխա ունենալուց հետո դժվար են վերադառնում իրենց աշխատավայր, որովհետև պետությունը տարիներ շարունակ իրենց համար ենթակառուցվածքներ չի տրամադրել, եւ իրականում երբ որ մենք խոսում ենք կրթության ոլորտի մասին եւ ռեֆորմների, դրանք երբեք չեն սահմանափակվում բացառապես կրթական ոլորտով, դրանք սոցիալական ոլորտն են իրենց մեջ ներառում, ուրեմն տկեն ոլորտն է ներառում եւ շատ կարեւոր է։ Եվ որ մենք խոսում ենք մանկապարտեզների կառուցման մասին, այստեղ նկատենք կանանց, որովհետեւ մեր բնակչության 52%-ը կանայք են։ Բու հավարտածների 64%-ը կրկին կանայք են։ Եթե մենք նաեւ բացվածք ունենք նայում բու հավարտածների, ապա բարձրագույն գնահատականներ ստացած կրկին կանայք են եւ միշտ ինձ մոտ հարց առաջանում իսկ ուր են այդ կանայք, որովհետեւ երբ որ մենք նայում ենք տարբեր ոլորտներ, նկատում ենք, որ հատկապես որոշում կայացնող մարմիններում տղամարդիկ են։ Իսկ այդ կանայք շատ հաճախ տանն են, որովհետեւ մենք կանանցից պահանջում ենք, որպեսզի 30 թվականին լինի բնակչությունը շատ ավելի մեծ, շատ հաճախ մենք կանանցից պահանջում ենք քաղաքական ակտիվություն, խրախուսելով իրենց կուսակցություններ, գրավվածությունը։ Շատ հաճախ մենք կանանց վրա դնում ենք նաեւ տնտեսության զարգացման բեռը, սակայն երբեք չենք նկատում, որ պետությունը իրենց համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չի կառուցել։ Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք մեր ծրագրին, մեր խոստմանը համարժեք կառուցենք մսուր մանկապարտեզներ, կառուցենք մանկապարտեզներ, որովհետև միայն մայրաքաղաքում պարոն Մանուկյանի ձանից լավ գիտեք, որ գրեթե 10,000 երեխա սպասում են իրենց հերթին։ 15,000 երեխա սա շատ վատ է, սպասում են եւ այդ մանկապարտեզները ցավոք օտարվել են շատ վաղուց, մենք կառուցում ենք այդ մանկապարտեզները, բայց շատ կարևոր է, որպեսզի այս հարցը, այս ոլորտային քննարկման ժամանակ շեշտադրվի։ Պարոն Խաչատրյան, ձեզ նայեցի, հիշեցի, որ գիտության ոլորտից ուզում էի ասեի, բայց սա հետո կթողնենք, երևի Տարմարկան ձեզ պետք է իսկապես շնորհակալ լինի իր ուրեմն կոչման գիտական կոչման համար, բայց պարոն Խաչատրյան, դուք 2 օր առաջ այս ամբիոնից մի ելույթ եք ունեցել։ Ես տեղից անհարգալից արձագանքեցի ձեզ, կարծում եմ, որ սա այն վայրը, որտեղից պետք է արձագանքեմ, խոսեցիք մեր նախարար Դավիթ Ղուդատյանի մասին, Տիկին Մանավազյանի մասին, այո, դուք ճիշտ եք, ձեր օրոք ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել շատ համայնքներում առհասարակ տեխնացու ունենալ, հաղթել ընտրություններում, պարոն Սարգսյանն առաջին ընդդիմադիր տեխնացուներից էր, ով թիմ ընտրություններում հաղթեց, մեր օրոք օրինակ 47% թիմերում հաղթել է ընդդիմադիրները, եւ սա լավ ժողովրդավարության նշան է։ Այն որ դուք ասում եք պարոն Ղուդատյանը կարծեմ 700 ձայն էր տարել, ուզում հիշեցնել, որ երբ որ Արմավիրի ընտրություններում պարոն Ղուդատյանը տեխնացու էր, ընդդիմադիր դաշտում որևէ մեկը, այսպես մի քիչ տգեղ ձևով ասեմ, ռիսկ չէր արել իրեն հակընդդեմ իր տեխնացությունը դներ։ Այո, սա մեծագույն ձեռքբերում է, որ մեր օրոք թիմերում հաղթում են ընդդիմադիրները, եւ սա վատ է խոսում ձեր մասին, որ ձեր օրոք առհասարակ ընդդիմությունը ընտրություններում հաղթելու որևէ ռեալ շանս չի ունեցել։ Ես ուզում եմ խոսել նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին, այստեղ իհարկե թվեր հնչեցին, այն որ 18 թվականին մենք ժառանգել ենք մի բյուջե, որտեղ որ պատմամշակութային հուշարձանի պահպանման համար 127 միլիոն էր նախատեսված, հիմա թիվը 14 անգամ մեծ է, 1 միլիարդ 770 միլիոն, բայց ես նաև չալարեցի եւ 2025 թվականի պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար եկեղեցիների ցանկ վերցրի, որը կրթության գիտության նախարարությունը հրապարակել էր, դրանք շատ են, ուրեմն դրանք նաև ներառում են ամրոցներ, պարիսպներ, իհարկե եկեղեցիներ, այն հայտնի Իրանցի եկեղեցին, որը այսպես հազիվ փրկվեց ընդդիմության շնորհիվ, ուզում հիշեցնել, շարժումը կոչվում էր Սրբազան եւ կառուցվել էր շարժումը Իրանցի եկեղեցու իբրև հանձնման շուրջ։ Եվ այստեղ մի միտք հնչեց, որ պարոն Աբրահամյան, եթե չեմ սխալվում, դուք ձեր ելույթում ասեցիք, պարոն Գաբրիելյանը արձագանքեց, բայց ես ուզում եմ հստակ ավելի թվային ցուցանիշով ասել, ասեցիք, Հայաստանը հայ արգելական Սուրբ եկեղեցուն բան չի տալի, միայն անցյալ տարի ուրեմն համագործակցությամբ 19 կրոնական բնույթի հուշարձաններ վերականգնվել են, որոնցից 9, միայն 9 անցյալ տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բալանսի վրա են եւ այդ հուշարձաններն են Ծաղկաձորի Կեչարիսի վանքը, Սոլակի Մայրավանքը, Հրազդանի Մաքրավանքը, Հարթավանի, ուրեմն Վանքի Գավիթը, Հարթավանի Սուրբ Նշան եկեղեցին, Մեղրի Սուրբ Հովանես եկեղեցին, Ուշի Վանական համալիրը, Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին, Լուսաշողի Սուրբ Կարապետ վանքը եւ պետության ուրեմն պատկանող այլ հուշարձաններ եւ պարոն Ռուբինյանն էլ էր նկատել, որ կա հայտնի մի քահանա, ով իր էջով ակտիվ արձագանքում է մեզ, նաեւ գովազդում ձեր ֆրակցիայից պատգամավորներից մեկին
իր ուշադրությունն եմ հրավիրում, որ նաև պետական ֆինանսավորմամբ է վերակառուցվել իր եկեղեցին եւ ինձ մոտ առնվազն քրիստոնեաբար հարց է առաջանում, թե ինչու նա շնորհակալ չէ առնվազն այս մի արարքի համար։ Եվ որ խոսում ենք հայապահպանման գործի մասին, ես նկատում եմ, որ բացի այս պատմամշակութային հուշարձանների ձեր կողմից խեղված տեղեկատվության, դուք նաև խոսում եք դասագրքի անվանափոխության մասին, խոսքը գնում է հայոց պատմությունը, Հայաստանի պատմություն դասագրքին, այս մասի խոսել է Տիկին Մաթևոսյանն, ում ես նույնպես ճանաչում եմ, իրար հետ աշխատել ենք Թաթոյանի ուրեմն ցուցակից Սարհատ Պետրոսյանի մոտ, ում ես շատ հարգում եմ, ինչ օրս չնայած որ ունենք 180 աստիճանի տարբեր քաղաքական հայացքներ, Տիկին Լենա Մաթևոսյանի նույնպես, չնայած որ ունենք տարբեր հայացքներ, հարգում եմ, կարծում եմ նորմալ մարդ եք, աշխատասեր մարդ եք եւ չեմ էլ կարծում, որ գործակալ եք, չեմ դա ասում, որ չեմ կարծում։ Վստահ եմ, որ այն միտքը, որ արտաբերել եք, ձեր սեփական միտքն է։ Դուք կարծում եք, որ մենք այսպես ոչ հայանպաստ աշխատանք ենք անում, եւ որ հայոց պատմության դասագիրքը վերանվանում ենք Հայաստանի պատմություն, այս միտքը կայսրությունից Հայաստան ներմուծված միտք է։ Ինչն էր նպատակը պահպանել անունը դասագրքի ասել հայոց։ Սա հերթական ազգ է, հասկանում եք, կայսրության տեսակետից սա հերթական ազգ է։ Ռուսաստանի Դաշնության կազմում այսպիսի հերթական ազգեր շատ կան։ Ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք աշխարհում առհասարակ 3000-ից 5000 էթնիկ խմբեր կան, բայց միայն 195-ին տրված է այն մեծագույն առաքելությունը վերածվել ժողովրդի եւ ունենալ պետություն։ Եվ դպրոցում, եւ որ երեխան սովորելու է հայոց պատմություն, ինքը պիտի հասկանա, որ այն տանջանքները, զրկանքները, որ հայ ժողովուրդը կրել է հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, դրա հանգրվանն են, որ այսօր ժողովուրդ մենք ունենք հանրապետություն։ Դա մեծագույն պատիվ է։ Եվ հայոց պատմությունը պետք է դասավանդվի հենց այս տրամաբանությամբ։ Ես ուզում եմ, որ իմ երեխան սովորի հայոց պատմություն հենց այս մտքով, որ իրեն, իր նախնիները ժառանգել են պետություն եւ մեր առաքելությունն է պահել։ Եվ ես առաջարկում եմ այս դալիճում չվերարտադրել կայսրության կողմից մեզ բարձրացված այս միտքը։ Ոչ սա հերթական ժողովրդի ազգի, ոչ ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է։ Սա հերթական էթնիկ խմբի պատմության դասագիրք չէ։ Սա Հայաստանի պատմությունն է։ Ազգը անցել է տառապանքների միջով եւ այժմ մենք ունենք պատիվ կոչվելու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում եւս մեր կառավարությունը ահռելի ներդրումներ իրականացրել եւ այս ներդրումները պարզապես բյուջեից ծախսման հոդված չէր, այլ կրթությունում արված իրապես ներդրումներ են, որոնք փոխելու են ոչ մեր երկրի մարդու, համայնքի, տնտեսության, ինչպես նաեւ ապագայի մեջ կատարված փոփոխություններ են եւ այս համատեքստում պետք է նշեմ, որ 2019-ից 25 թվականներին դպրոցների պետական ֆինանսավորումը աճել է 51%-ով եւ այո, այսօր ուսուցիչը, որ արդեն ուսուցչի մասնագիտությունը բավականին արժանապատիվ մասնագիտություն է դարձել եւ 2018 թվականին ուսուցիչն ապրում էր 2018 թվականի նվազագույն աշխատավարձով, իսկ այսօր արդեն լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսուցիչները ստանում են արժանապատիվ վարձատրություն։ Ես այստեղ պարոն Մանուկյանը, քանի որ ասես գիտնականների մասում թե արդյոք քանի գիտնական է ստանում վարձատրություն, պետք է նշեմ պարոն Մանուկյան, որ ես ինքս գիտական ոլորտից եմ, մինչեւ այսօր էլ պահպանել եմ իմ աշխատանքը, գիտաշխատող եմ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտում եւ պետք է ասեմ իմ օրինակով, որ իմ աշխատավարձը եւս բարձրացել է։ Ես դրան հաջորդը կանդրադառնամ, այս այժմ թվերով ներկայացնեմ ուսուցիչների, թե քանի ուսուցիչ է ստանում բարձր վարձատրություն։ Այսպիսով 2952 ուսուցիչ ստանում է 300-ից 400,000 դրամ, 1362 ուսուցիչ 400-ից 500,000 դրամ, 13 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի։ Տիկին Ենգորյանը անդրադարձավ որոշակի խնդիրներին կապված գիտական աշխատանքների, հոդվածների, սկոպոսում տպող հոդվածների եւ Q1-ի վերաբերյալ պետք է ասեմ Տիկին Ենգորյան, բնականաբար ունենք խնդիրներ որոշ տեղերում եւ ես ինքս էլ եմ առնչվում այդ խնդիրներին, բայց պետք է նշենք նաեւ պատճառահետևանքային կապը, թե ինչպես է դա ստացվել։ Դեռևս 2018 թվականին դուք գիտեք, թե ինչ վիճակում էր գտնվում գիտական համայնքը։ Ընդհանուր առմամբ գիտությունը կարծես մոռացված մի ոլորտ լիներ, որով զբաղվել է նույնիսկ ամոթալի էր։ Ես հիշում եմ նույնիսկ այնպիսի արտահայտություններ կան, որ օրինակ ամոթալի էր, որովհետեւ ասել, որ երիտասարդ օրինակին ես կամ երիտասարդ տղա ես եւ զբաղվում ես գիտությամբ, որովհետեւ դա ասոցացվում էր ինչ որ վատ տպավորության հետ։ Հիշում եք երևի մեր բակի մեջ որ ասում էին ինժեներ բալա, մոտավորապես այս տպավորությամբ էին վերաբերվում գիտությամբ զբաղվող մարդկանց եւ առհասարակ սովորող տղաներին կամ աղջիկներին, ովքեր բարձրագույն բուհերում լավագույն արդյունքներ էին գերազանցում։ Այո, դա այդպես էր, գիտությամբ եմ զբաղվել 15 տարի եւ ավել եւ հիմա էլ շարունակում եմ եւ բնականաբար փաստում եմ այդ հանգամանքը, որ ահավոր բաց տպավորությունը եւ գիտության ոլորտը ընդհանրապես մոռացվածության էր մատնվել։ Իսկ այս տարիների ընթացքում մոտավորապես 42 միլիարդ դրամի ներդրում է կատարվել գիտության ոլորտում, որը որ 2.8 անգամ գերազանցում է 2018 թվականի տվյալներին։ Ոչ թե տոկոսով, այլ անգամ, խնդրում եմ սա եւս հաշվի առնել եւ այսօր ինչպես նաեւ գործընկեր
նշեց, գիտականը չի համարվում, այսպես ասած, ցածր բարձրացրվող եւ աղքատ հերոս մեր օրերում, որովհետեւ իրապես մենք այդ աշխատավարձի փոփոխությունները ինքներս, ինչպես ասեցի, ես իմ օրինակով կարող եմ փաստել, որ բավականին փոփոխվել է, բայց հիմա ցանկանում եմ ընդհանուր առմամբ խոսել կրթության նկատմամբ մեր ընկալումների վերաբերմունքի եւ ընդհանուր առմամբ ընդդիմադիրների մոտեցման խորքային տարբերությունների մասին։ Տեսեք, պարոն Գևորգյանը, Անդրանիկ Գևորգյանը, երբ որ խոսում էր դպրոցների փակվելու կամ գյուղերի դատարկվելու վերաբերյալ, մի փոքր հեռվից կգամ, դեռևս տարիներ առաջ էր, երբ Սերժ Սարգսյանը հեռավոր փոքրիկ գյուղում դպրոցի խնդիրներն առաջարկում էր լուծել այդ դպրոցը փակելով եւ այլ համայնք տանելով։ Իսկ ջեռուցման հարցի հետ կապված էլ մունաթ էր գալիս, թե բա Երևանի դպրոցը ջեռուցություն ունի, իրենք ինչ հնարավորություն ունեն գնալ սահմանամերձ գյուղում ապրելու համար պայմաններ ստեղծել, իդեպ այդ տեսագրությունը ոտես կա, եթե պետք է կարող եմ փոխանցել։ Եվ սա ասում էր մարդ, ով անձամբ պատասխանատվություն էր կրում այդ գյուղերի դատարկման ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ բնականաբար նրանց իրավահաջորդներն էլ պետք է այդպես խոսեն։ Մի առիթով, եթե չեմ սխալվում, հենց Սամվել Կարապետյանը այսպիսի արտահայտություն է արել ուղեղ կամ խելք չունեն դրա համար էլ դպրոց են կառուցում, իսկ դուք պնդում եք, որ իսկ դուք էլ շարունակում եք պնդել, որ ավելի լավ է գործարաններ կառուցել, իսկ դպրոցները թողնել հետոյի վրա։ Տպավորություններ, որ ընդդիմությունը պայքարում է կոնկրետ կրթության դեմ եւ սա պատահական չէ։ Միշտ այսպեսի բան կա, չէ՞, ինչքան հասարակությունը կարողանա իրավագիտակից չլիներ, այնքան ավելի կառավարելի կլինի եւ դու գնացել եք այդ ճանապարհով։ Եթե փորձում եք ընտրակաշառքի ճանապարհով վերարտադրվել եւ ընտրվել, բնականաբար ձեզ հաճելի կլինի, որպեսզի կրթված մարդ այլևս չունենաք։ Վերը նշվածի ֆորումին մենք խոսում ենք, որ մեր խնդիրների հենց ամենակենտրոնում կրթությունն է հանդիսանում։ Ուստի մենք ոչ միայն չենք փակում ու մասնավորեցնում մանկապարտեզներն ու դպրոցները, ինչպես դա արվել է դեռևս Քոչարյանների ժամանակներից, այլ նոր կրթական բովանդակություն եւ միջավայր ենք ստեղծում 21-րդ դարին համապատասխան։ Մենք գտնում ենք, որ հենց հիմա պետք է ստեղծել այն դպրոցն ու միջավայրը եւ հենց հիմա մենք պետք է հեռավոր գյուղերում, թեկուզ մեկ աշակերտ է եթե ապրում, ապա նա պետք է ունենա կրթության ոչ պակաս պայմաններ, քան Երևանի դպրոցի աշակերտը։ Ու սա է մեր եւ ձեր մոտեցման տարբերությունը։ Ընդհանուր առմամբ այս համատեքստում պարոն Ղազենյան նաեւ ձեզ պետք է անդրադառնամ, տեսեք, այստեղ մի հատ դրամաբանական խզում կար, անընդհատ փորձում ենք այս խզումը հասկանալ, երբ որ խոսք էր գնում իրավագիտության ֆակուլտետի եւ այլնի մասին, եւ դուք էլ ասեցիք, ձեր հայրիկն ասել է, որ պետք է զարմացել է, որ այս պահին արդարադատություն կա, նաեւ խոսքում նշում եք, որ գրեթե խոսքում նշել չէ, գրեթե 90%-ը մեր դատավորների արդարադատության համակարգի ներկայացուցիչները հենց այս ֆակուլտետով են անցել, եւ ես կարծում եմ այստեղ պետք է ոչ թե զարմանալ, այլ պետք է այնպիսի մակարդակ լիներ, օրինակ իրավագիտության արդարադատության համակարգում, որ պետք է հպարտություն ունենար, որովհետև ինչ որ տեղել այդ արդարադատության այդ իրավիճակի ակունքները հենց այդ ֆակուլտետից է գալիս, այստեղ է հստակեցումը, որ մենք ինչ որ տեղել պրոբլեմը հենց այստեղ ենք տեսնում։ Այնպես որ, այսպես ասած, արդարադատությունից բողոքելուց առաջ նաև հիշել, թե տարիներ շարունակ ինչ ներդրում ենք ունեցել այդ համակարգում։ Ընդհանուր առմամբ, քան որ անցանք ձեզ նաև, պարոն Ղազենյան, մի բան է ուզում հիշեցնել, այսօր դուք ասում եք, դուք ինձ հեծից եք հարց տալիս, բայց հետո ասում եք ինչու եք էներգետիկ ոլորտից կամ հեծից պատասխանում։ Հիշում եմ, երբ որ ձեր ելույթում անդրադարձակ ասեցիք, բովանդակությունը չփոխվեց, համայնքները խոշորացան, բայց ընդհանուր բովանդակությունը չփոխվեց, երբ որ արդեն համայնքների բովանդակության վերաբերյալ էր հարց չնչեցվում, ես չեմ մեղադրում, բայց ասեցիք, ես ամենագետ չեմ, բայց կփորձեմ այդ ամեն ինչին անդրադառնալ, այնպես որ այս առումով հստակ է երևում, որ հենց էներգետիկ ոլորտը, քանի որ այս հանձնաժողովն է կառավարում, այդ իսկ պատճառով օրինակ դուք եք տեխնացում, այլ ոչ թե Մամիկոն Ասլանյանը, ինչը որ ես օրինակ կարծում եի, որ պետքա Մամիկոն Ասլանյանը լինել, եւ քանի որ ժամանակ ունեմ, մի կարևոր թեմայի էլ պետք է անդրադառնամ։ Ուրեմն Անդրանիկ Գևորգյանը, երբ որ մոտեցավ ամբիոնին ձեզ ներկայացնելուց, ես մտածեցի, էլի խոսելու է կոմբայնի թեմայից, որտեղ այդ կոմբայնը մի տեսակ դժբժիկի թեման է դարձել, այս քանի օր մի անգամ որ մոտեցել եք կոմբայնից չեք խոսել, բայց ես ուզում եմ անպայման անդրադառնամ կոմբայնի թեմային, այսպես ներկայացնելուց, թե բա կոմբայնը փոխեց այդ համայնքի կյանքը, բնակիչների կյանքը։ Բարբերաբար ընդհատում եք խոսողին։ Բարբերաբար կներեք, ձեր նկատմամբ արդեն նախազգուշացում եմ կիրառել։ Հիմա կիրառում ենք նոր կարգապահական տույժ։ Մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Շարունակեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Պատկերացնում եք, պարոն Գևորգյան, եթե 2018 թվականից առաջ համայնքներում տեսնեիք ինչ իրավիճակ էր, թե ինչքան գյուղտեխնիկայի ու խնդիր ուներ յուրաքանչյուր համայնք, ես ուզում եմ ներկայացնեմ թվեր, օրինակ վերջին տարիներին կառավարությունը մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում համայնքները ձեռք են բերել 6175 միավոր գյուղտեխնիկա, որոնցից 25-ը կոմբայն։ Միայն 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ձեռք է բերվել 885 միավոր գյուղտեխնիկա, որից 4-ը կոմբայն։ Հուսով եմ այս ամենը իսկապես դες ողջևորեց, քանի որ մտայնացված այսպես մտքերով եք կոմբայնի հետ։ Հա, իդեպ հիշեցի ձեր խմբակցության падգամավոր Բրյուր Այվազյանը եւս Սիգմա ծրագրի շրջանակում կառավարության եւ Շվեյցարիայի գործընկերների համագործակցությամբ ձեռք է բերել գերմանական կլաս մագնիսի կոմբայն։ Իրանից որ հարցնեիք, կասեիք, որ գերմանական կլաս մագնիսի կոմբայնը ավելի լավն է, քան բելարուսական կոմբայնը, այս էլ արդեն կլասի հարց է, շնորհակալ եմ։ Զարուհի Բաթոյան, միացրեք Տիկին Բաթոյանի խոսքը։ Շնորհակալ եմ։ Մինչև բուն ելույթից անցնելը ճիշտ ասած տարակուսած եմ Տիկին Գալստյանի մտահոգությամբ, երբ ասում է, որ նախագծերը, որոնք որ մեզ ուղարկում են սխալներով, վրիպակներով են այստեղ գալիս եւ այլն։ Տիկին Գալստյան, հետաքրքիր է այդ մարդիկ ինչ կրթություն են ստացել, ով այդ կրթության պատասխանատուն է ծրագրերի,
այդ ամբողջի։ Իմ կարծիքով, այստեղ գուցե մեծամասնությունը երևի, հա, մեր կրթական համակարգից ու բարեփոխումներից դեռևս չի օգտվել եւ որպես շահառու, եթե իհարկե չշարունակի կրթությունը, դժվար է օգտվի։ Հետևաբար, այն կրթությունը, այն արդյունքները, որոնք որ մենք այսօր ունենք, դրանք հասկանալի է, որ նախորդ ժամանակահատվածի կրթական համակարգի, կրթական ծրագրերի արդյունք են, որով վստահեցնում եմ, որ մենք էլ ենք մտահոգված։ Ես ամբողջությամբ կիսում եմ ձեր մտահոգությունները այսօր ունեցած մեր որակի հետ կապված։ Թե պետական համակարգում, թե մասնավոր, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք այսօր կրթված, պրոֆեսիոնալ մասնագետների, գրագետ մասնագետների կարիք ունենք ամենուր։ Ուզում եմ շատ կարճ անդրադառնալ մեր ինքնության մաս կազմող պատմամշակութային կրոնական կոթողներին, որոնց անդրադառնում են մեր գործընկերները, Տիկին Գրիգորյանը նշեց, ու նաև պարոն Արթուր Խաչատրյանը վերջերս նախորդ գումարման ժամանակ Տիկին Անդրեասյանին, ԿԳՄՍ նախարարին հարց ուղեց, Գանձասարի, չգիտեմ, Արցախում մնացած մեր բոլոր պատմամշակութային արժեքների պահպանության հետ կապած հարգելի գործընկերներ։ Ես վստահ եմ, որ բոլորդ շատ լավ գիտեք, եւ մեր հանրությունը եւս, որ Հայաստանի Հանրապետությունում ոլորտի լիազոր մարմինը եւ օրենսդրությունը կարողանում է կարգավորել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արկա պատմամշակութային արժեքների, ուրեմն, պահպանությունը։ Մյուս բոլոր հարցերը, որոնք արդեն մեր, հա, լիազորությունների շրջանակում չեն, կարող են քննարկվել բացառապես դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում։ Հետևաբար, այս հարցին անընդհատ անդրադառնալ եւ անընդհատ հարցերը ուղղել այն անձանց, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում չունեն այդպիսի հնարավորություն, թույլ տվեք նշել, որ կարծում եմ ավելի շատ շահարկման է նման։ Այո, եւ խորհրդարանական դիվանագիտությունը եւ թե կառավարությունը իր դիվանագիտական օղակներով այդ հարցին անընդհատ անդրադառնում է եւ պետք է շարունակի անդրադառնալ։ Այսքանով եկեք հարցը փակենք, իսկ ինչ վերաբերում է արդեն այստեղ մեր ուրեմն պատմամշակութային արժեքների պահպանությանը, վերակառուցմանը, վերանորոգմանը արդեն նշվեց 10 անգամ ով ավելացել է բյուջեի ֆինանսավորումը այդ ուղղությամբ։ Ես ուզում եմ անդրադառնալ դպրոցներին, հարգելի գործընկերներ, որովհետև այստեղ շատ խոսվեց, որ սա նաև սոցիալական հարց է։ Իմ գործընկերը արդեն ասաց, որ կրթական ոլորտին եւ ընդհանրապես նույնիսկ տնտեսական ոլորտին պետք չի մոտենալ սոցիալական խնդիրների տեսանկյունից, որովհետև այդ ոլորտում եւս նկատել եմ, երբ դուք ուզում եք հարկերից ազատել քաղաքացիներին, մենք խոսում ենք սոցիալական խնդիրների մասին։ Մենք կրթության ոլորտում պիտի որակ ապահովենք եւ այդպիսով լուծենք սոցիալական խնդիրները, որովհետեւ կրթության ոլորտում որակ չապահովելով է, որ վերարտադրվում է աղքատությունը եւ առաջանում են նոր սոցիալական խնդիրներ։ Եվ ես որևէ խելամիտ հիմնավորում չլսեցի, թե ինչու պիտի արդեն դատարկված դպրոցի, գրեթե դատարկված դպրոցի աշակերտը չունենա այն հնարավորությունը, որը ունի ավելի բարեկարգ պայմաններով, որակով, ուսուցիչներով, լաբորատորիաներով հագեցած դպրոցի աշակերտը։ Հետևաբար մենք այստեղ պիտի խոսենք այո եւ հասանելիության մասին, եւ մատչելիության մասին, բայց ոչ երբեք որակի հաշվին։ Եվ այս ուղղություններով ես ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը արդեն քայլեր է ձեռնարկել նախ ճանապարհները կառուցելու, երկրորդ տրանսպորտային միջոցներով ապահովելու, հետևաբար այստեղ մենք պիտի խոսենք հենց այս խնդիրների մասին։ Եթե կարծում եք, որ այստեղ ունենք բաց թողում, եկեք այդ խնդիրները բարձրաձայնենք, բայց ոչ այն հիմնավորմամբ, թե այստեղ մենք ունենք սոցիալական խնդիր, օրինակ, չգիտեմ, 1-2 աշխատող ուսուցիչ պիտի աշխատանքից ազատվեն եւ այլն։ Այս ուսուցիչները եւս կարծում եմ, որ պիտի տեղափոխվեն այդ դպրոց, եթե իրենք կցանկանան եւ եթե այդ հնարավորությունները կլինի։ Ես ուզում եմ նշել, որ ինձ օրինակ դուր եկավ, որ պարոն Կարապետյանը պարոն Գաբրելյանի հետ մտավ բովանդակային քննարկման մեջ, երբ խոսում ենք կրթության որակի, մասնագիտական խնդիրների, աշխատաշուկա, կրթություն այս անջրպետի մասին, եւ սա է կարծում եմ, որ այս հանձնաժողովի նաեւ առաքելություն է, որովհետեւ նախորդ գումարման ժամանակ հարգելի գործընկերների հատկապես նոր падգամավորներին եմ ես դիմում, մենք շատ լուրջ խնդիրներ ունեինք ապատեղեկատվության, կեղծ լուրեր տարածելու հետ կապված, որտեղ մենք, չգիտեմ, որտեղից խոսում ենք, որ չգիտեմ, ինչ առարկաներ ենք դուրս հանել դասագրքերից, ինչ որ տարբեր կազմակերպչական խնդիրներ են առաջացել դպրոցներում, դասագրքերում Ադրբեջանի դրոշներն են հայտնվել, հայկական քարտեզներն են փոխվել եւ այսինքն աներևակայելի ստի ու կեղծիքի մեծ հոսք կար։ Իհարկե հասկանալի է ինչու, որովհետև ամենամեծ աշխատանքը այս ոլորտում է իրականացվել իմ գնահատմամբ, որովհետև այո, սա ամենամեծ ոլորտն է եւ ամենառազմավարական մեր կառավարության համար։ Հետևաբար ես առաջարկում եմ նույն ճանապարհը չընտրել, ինչ մեր գործընկերները նախորդ գումարման ժամանակ եւ ավելի ուշադրություն դարձնել այսպիսի կառուցողական քննարկումներին, որովհետև ելի մի փոքր նաեւ ավելացնելով իմ գործընկերներին ուզում եմ ամփոփել հետեւյալ պնդմամբ, որ կրթությունը ռազմավարական ուղղություն է եւ եղել է բոլորի համար նախորդ եւ այս իշխանության պարզապես մի կարևոր փոփոխությամբ տրամագծորեն տարբեր նպատակներով։ Մենք մինչ այս կրթության
որակի բացակայությունը, դրա կառավարելիությունը կարևորել ենք այնքանով, որ քաղաքացիները ավելի շատ կախված լինեն երկրորդ, երրորդ անձից, բարերարներից, կառավարությունից, համայնքի ղեկավարներից, Գաբրելյանը, ում տեխնացությունը այսօր քննարկում ենք, իմ գնահատմամբ ամենաբաց, ամենագործընկերային նախագահն է եղել այս հանձնաժողովում նախորդ տարիների ընթացքում եւ միշտ պատրաստ է եղել քննարկել բոլոր խնդիրները եւ բաց է եղել դրանք թե անձամբ բարձրաձայնելու եւ դրանց քննարկումները նախաձեռնելու համար, հետեւաբար ես ողջունում եմ նրա տեխնացությունը, աջակցում եմ նրան եւ մեր ընդդիմադիր գործընկերներին եւս կոչ եմ անում օգտվել այդ հնարավորությունից եւ ոչ միայն քվեարկել նրա օգտին, այլ նաեւ հետագայում ակտիվորեն աշխատել նրա հետ։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակներ, Աստված վկա ուրիշ ելույթ էի նախապատրաստել, բայց կփոխեմ ելույթս։ 2018 թվականին հեղափոխությունից հետո, հետևելով մեր հայտարարություններին եւ խոստումներին, մենք որոշեցինք, որ այլևս պետական համակարգից բուհերի, խորհուրդների, նախագահների պաշտոններում չեն առաջադրվելու պետական մարմինների ներկայացուցիչները եւ եթե չեմ սխալվում, բոլոր տեղերում, հիմա կարող է սխալվեմ, բայց գերակշիռ մասում առաջադրվեցին ոչ իշխանության մեջից մարդիկ։ Եվ սա շանս էր բուհերի համար եւ նաեւ քաղաքական ուժերի համար, որպիսի այն ձեռքերը, այն կեղտոտ ձեռքերը, որոնք մցրել էին բուհեր նախորդ 30 տարիների ընթացքում, հետ քաշեն։ Հետ քաշեն։ Պարոն Վարդևանյանի գործընկերը Կարեն Կարապետյանի կառավարությունում, պարոն Գևորգ Մուրադյանը դարձավ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ձեր քաղաքական նախահայրերի կուսակցությունը, նաև ձեր քաղաքական հայրերի կուսակցություններն ու մնացորդները սկսեցին միջամտել բուհերի աշխատանքին։ Ըստ էության, տեղի էր ունենում բուհերի զավթում։ 2026 թվականին հարգելի գործընկերներ, եւ մենք դա պետքա ֆիքսենք։ Մենք այս ընտրություններով երկիրը փրկել ենք զավթումից, օտար երկրա զավթումից։ Այդ նույն տրամաբանությամբ մենք բուհերի այն տրամաբանությունը, որ դրել ենք 2018 թվականին, փոխեցինք, որպեսզի բուհերը փրկենք զավթումից, բայց այստեղ ընդդիմադիր բանախոսներից մեկը շատ հստակ նշեց, որ դրա համար ժամկետ է դրված, որ խոշորացումից հետո այդ հարցն էլ քաղաքականացման հարցն էլ կլուծվի։ Այնպես որ գալիս եք այստեղ եւ խոսում եք բուհերի քաղաքականացումից, խոսեք նրա մասին, որ դուք մենք իշխանությունը ասեցինք, որ դա ապաքաղաքական կառույց է, բայց քաղաքական այլ ուժեր իրենց կեղտոտ ձեռքերը անընդհատ փորձեցին իրենց շերեփուկների միջոցով բուհերի միջամտել այդ ձեռքերով բուհերի աշխատանքին։ Եվ այս որոշումը կայացվել է եւ այն մարդը, ես, ով կողմնակից էր եւ ջատագով էր դրան, ժամանակավոր լուծում համարեց, այն ինչ որ հիմա տեղի է ունենում մեր խորհուրդներում։ Հաշտվեք դրա հետ։ Մենք ձեզ թույլ չենք տվել ոչ պետությունը զավթել օտարների հետ միասին, ոչ էլ թույլ ենք տալու, որ բուհերը զավթեք օտարների հետ միասին։ Հիմա գանք այն թեմային, որին անդրադառնալու ու ասեմ ես ձեզ, ինչ են իրանք կրթությանը խփում։ Սա շատ հստակ է։ Իրանք քայքայել են կրթությունը 30 տարի շարունակ։ 30 տարի շարունակ քայքայել են կրթությունը։ Այստեղ մի բանախոս կար, չեմ հիշում, որ հարցով էր խոսում, ասում է դե գործի նշանակելու հերթեր են բանանում։ 2018 թվականին Դաշնակցական Լևոն Մկրտչյանից հետո դարձել եմ կրթության եւ գիտության նախարար, այն ժամանակ դեռ չէր խոշորացի նախարարությունը։ Եվ այտենց մի երկու շաբաթ անցնում է մայիսն է, մայիսի վերջ։ Մեկ էլ կամերայով սենյակի տեսնում եմ մուտքի մոտ հերթա։ Ասում եմ գործավարին ասում եմ, «Էս ինչ հերթ է»։ Ասում է, «Դե գիտեք, մեր մոտ ավանդույթ է, տենց տնօրենների մրցույթներ է հիմա։ Տնօրենները մի հատ գալիս են, այս կաբինետով անցնում են։ Էս է եղել ձեր համակարգը։ Էս է եղել ձեր համակարգը։ Եվ դուք եկել եք կրթությունից եք խոսում, ինչ են կրթությունից խոսում։ Ինչ են 18-19 թվականին բարեփոխումների ժամանակ դաշնակցականները ապարում նախարարի պատուհանների տակ։ Ինչի՞։ Որովհետեւ որ խափանային այդ բարեփոխումները։ Ինչու՞, որովհետեւ իրենց պետք է անգրագետ մասա, որին կարող են կաշառքով գնել։ Ցավոք սրտի, մեր բնակչության մի մասը շարունակում է այդ գրագիտության խնդիրը ունենալ եւ կաշառվել։ Բայց եւս 5 տարի, եւս 5 տարի, եւս 5 տարի, այն ձեր ղեկավարը ոնց որ ասում էր, քոքից կմաշենք, քոքից մաշվեցին իրենք եւ մաշվելու են մինչեւ վերջ։ Հիմա քանի որ այս հանձնաժողովի հարցն ենք քննարկում եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեխնացությունն ենք քննարկում, ես մի թեմայի եմ ուզում անդրադառնալ, որը սպորտն է եւ կարծում եմ մեր կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն է եւ պետականության կարևոր ուղղություններից մեկն է, որովհետեւ հնչում է հիմնը, բարձրանում է դրոշը,
պոպուլարիզացվում է երկիրը եւ դրանով մեծանում է երկրի վարկանիշը։ Այս թեման ճիշտ ասած մի քիչ էլ պարոն Վարդևանյանը հուշեց, այն որ ալեգորիկ կերպով ընտրություններ ներկայացրեց ֆուտբոլային լեզվով, այդտեղ ուղղակի ընդմիջմանը մոտեցա ասեցի, բա Գոհար Մելոյանը այդ ամբողջ սցենարի մեջ որ բաղադրիչներ, տենց չկարողացավ մտաբերել, ասեց դե ինքը բողոք չի ներկայացրել, հա ես էլ ասացի ուրեմն այդ բանն է։ Տրիբունաներում գտնվող բանն է, խմբերն են, որ գորմենսու ձա ու վերջ։ Դա հետևանք չի ունենում, ընդամենը բանը գալիս գորմեն, էմոցիան թողում են եւ գնում են տուն։ Ինչ է սպորտը եւ ոնց է կառավարվում, հարգելի գործընկերներ, քանի որ մեծ մասը ելույթից նվիրեցի մինչեւ հիմա այստեղ ելույթ ունեցողներին, 3 հիմնական սյուների վրա է սպորտը։ Կառավարություն, որը վերջին տարիներին բյուջեն սպորտի ավելացրել է 3 միլիարդից 16.2 միլիարդ, ավելացել է 386%-ով։ Կապիտալ ծախսերը սպորտի, այստեղ այս թվին խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ 17 թվականին պարոն Վարդևանյանի կառավարության ժամանակ 735.000 է եղել կապիտալ ծախսերը սպորտի ոլորտում։ Հիմա 4.9 միլիարդ է, որը 667.465%-ով ավել է։ 6000 անգամ ավել է։ Սա կառավարությունն է, որը գիտեք, վերջին տարիներին շուրջ 100 օբյեկտ է կառուցել եւ կառուցում։ Այս օբյեկտները կառուցելիս կարևորում է իր սպորտսմեններին, որոնք կենթանի են, ոչ թե ասում են չես լինի նոր քո անունով, ուրեմն սպորտ դպրոցներ կկառուցենք, այլ ընդհակառակը։ Մենք ուզում ենք, որ մեր անվանի սպորտսմենները դառնան մեր երեխաների հերոսները, այլ ոչ թե ինչպես նախկինում օլիգարխները դառնան իրենց հերոսները։ Իսկ մեր սպորտում օլիգարխացումը դեռ կա, ցավոք սրտի կա։ 2002 թվականից սկսած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օլիգարխիկ վիճակում է։ Դուք չեք պատկերացնում, հարգելի գործընկերներ, մենք հիմա ահագին ազատել ենք սպորտը այդ վախից, այդ սարսափից, որ մի բան ավելասեն, հանգարց Աբովյան, որն այդ հասցեն 18-ա, 26-ա, 8-ա, հա, հանգարց չգան այնտեղ մի հատ ասեն, «Էս ի՞նչ է տեղի ունենում։ Էս ի՞նչ ես դու խոսում»։ ՀԱՕԿ-ը ես կարծում եմ այնպես ինչպես բուհերը, այնպես ինչպես պետությունը զավթված է եղել, ընդ որում ես սա չասեցի, մենք 2018-ին հարգելի ԿՊԱ-ական գործընկերներ։ Այնուամենայնիվ պետք է նախկին իշխանությանը գնահատական տայինք եւ օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցություններին, որպեսզի հիմա մեզ ազատեինք այն տեսակի քաղաքական ուժերից, որոնք գոյություն ունեն։ Սա մենք պետքա ֆիքսենք, բայց ես շատ մեծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ հատկապես գործադիրը միջոցներ ձեռք կառնի, որ մինչեւ 2031 թվականը մենք այդ իրավիճակից կձերբազատվենք։ Վերադառնալով ՀԱՕԿ-ին, ես կարծում եմ սա նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեի խնդիր է, որովհետեւ ամենաանթափանցիկ ուժերից մեկն է, ինչպես հայ առաքելական եկեղեցին անցած անգամ ասեցի, ամենաանթափանցիկ ուժերից մեկն է, կառույցներից մեկն է, ՀԱՕԿ-ը նույնպես ամենաանթափանցիկ ուժերից կառույցներից մեկն է։ Ինչքան գրություն ուզում ես գրի, ուրեմն որևէ պատասխան չկա, թե ինչպես են կատարվում ծախսերը այդ կառույցում եւ ֆեդերացիաները, որոնք դրա անդամն են, ընդհանրապես տեղյակ չեն դրանից եւ ես 10 վայրկյան էլ եւ այդ կառույցի միջոցները որպես մահակ օգտագործվում են ուրեմն սպորտսմենների եւ ֆեդերացիաների դեմ։ Պարոն Գաբրելյան, կարծում եմ, որ մենք այս խնդիրներին պետք է անդրադառնանք առաջիկա 5 տարիներին, ձեզ էլ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Ոսկեպարի եկեղեցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, հերոսաբար փրկած ընդդիմությունը փրկում է 229 փակվող դպրոցները։ Շարունակում են փրկել, հերոսաբար լծվել են այդ ազգանվեր գործին։ Ես առաջարկ ունեմ, սիրելի ընդդիմադիր գործընկերներ, եկեք սեպտեմբերի 1-ին գնանք այդ փակված դպրոցներ։ Ռիլեր անենք այնտեղից։ Դրանք ոնց է փակվել այդ դպրոցները։ Եկեք միասին գնանք, տեսնենք ինչ է կատարվում դպրոցներում։ Կգա սեպտեմբերի 1 կտեսնենք։ Տիկին Գրիգորյան, ձեր տեղեկությունը սխալ է։ Ընդունվող ուսանողների քանակի կապակցությամբ 2021 թվականին դրանց թիվը եղել է 9700, 2024-ին 10720, 2025-ին 10992, հետևաբար աճի տենդենս կա, ոչ թե հակառակը։ Դպրոցների վերաբերյալ, ժողովուրդ, ես ուզում եմ իրար հետ անկեղծ լինենք եւ իրար ոնց որ քաղաքական դիվիդենդներից անդին տեսնենք ինչ խնդիրներ ունեն մեր դպրոցները։ Հայաստանում, Երևանում դպրոցական մեկ երեխայի վրա պետական բյուջեից ծախսվում է մոտավորապես 300,000 դրամ միջինում։ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 միլիոն դրամ։
Ժողովուրդ, եթե այդ 20 միլիոն դրամը վերցնենք տանք այդ երեխայի ծնողին, ասենք գնա զբաղվի այդ երեխայի կրթությամբ, իրանց գյուղի դպրոց կտանի, ինչ կանի 20 միլիոն դրամը տարեկան ծնողը երեխայի կրթության համար։ Ես չեմ ասում եկեք այդ 20 միլիոն դրամը խնայենք այդ երեխայի վրա, բայց ժողովուրդ օպտիմալ է պետք ծախսել այդ գումարը։ Օպտիմալ է պետք ծախսել, որովհետև մենք 20 միլիոն դրամի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք 20 միլիոն դրամ։ Հետևաբար պետք է միասին մտածենք, ոնց լուծումներ գտնենք։ Եվ ես իդեպ գյուղերի դատարկման մասին նախ սկսենք նրանից, որ մինչև սովետական միությունը հազարամյակներով այդ գյուղերը գոյություն են ունեցել, այնտեղ դպրոցներ չեն եղել եւ այդ գյուղերը շարունակել են գոյություն ունենալ։ Ես կարծում եմ, որ դա կեղծ թեզ է։ Ես Կոտայքի մարզում գյուղ գիտեմ, որտեղ կա 200 դպրոցահասակ երեխա, բայց դպրոց հաճախում է 40 է, որովհետև դպրոցը լավը չէ, տանում են քաղաքի դպրոց, կողքի գյուղերի դպրոց։ Ես Վեդի քաղաքում հանդիպեցի քարոզարշավի ժամանակ աշակերտների 9 տարեկան։ Հարցում եմ Վեդիի որ դպրոց եք գնում, իրանք ասին մեր կողքի գյուղի դպրոց են գնում, որովհետև այնտեղ ավելի լավ են դասավանդում։ Իրանք տենց գիտեն, ես չգիտեմ լավ է թե վատ։ Ծնողները իրանք երեխաների համար ընտրում են լավագույն դպրոցները, եւ այդ դպրոցները ոչ թե փակվելու են, ինչպես դուք եք ասում կառավարության որոշմամբ, այլ ծնողները իրանք երեխաներին տանալու են լավագույն դպրոցները։ Մենք դպրոցներ չենք փակում, սիրելի գործընկերներ, մենք դպրոցներ բացում ենք։ Եվ դա 2026 թվականի տարվա վերջը, ես հույս ունեմ բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը չի իրականացել, կգան ստեղից կասեն, կկրկնեն դա։ Արդյոք 26 թվականի վերջին դա իրականացել է, թե չի իրականացել։ Խոսում եք Քոչարյանի բացած 154 դպրոցների մասին։ Գիտեք որտեղ են բացվել այդ դպրոցները։ Այդ դպրոցները բացվել են Շիրակի եւ Լոռու մարզերում, Վանաձորում եւ Գյումրիում երկրաշարժից հետո։ Երկրաշարժից հետո այդ վերաբացված դպրոցների պատմությունն եք պատմում։ Ժողովուրդ ջան, գնացեք Պարույր Սևակի գյուղի դպրոց, գնացեք Սասունի գյուղի դպրոց։ Իսկապես խորհուրդ եմ տալիս, գնացեք ռիլեր նկարեք, շատ լավ ռիլերի լոկացիաներ են, մանավանդ Սասունի դպրոցը։ Տեսեք այն դպրոցները եւ գնացեք տեսեք այն 154 դպրոցները, որ եկեք իրար հետ գնանք նայենք այդ դպրոցներին։ Սահմանապահ գյուղ, սահմանամերձ դպրոց։ Նրանք մեր սահմանապահներն են։ Ոչ ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահները ազգային անվտանգության ծառայության զորախումբ է։ Երեխաները սահմանապահ չեն։ Եվ մենք չպիտի երեխաների վերաբերվենք որպես սահմանապահների, մենք Երևանի կենտրոնում նստած իրար հետ քննարկենք, որ իրենք մեր սահմանն են պահում։ Սահմանապահների հարցը մենք ուրիշ ճանապարհով պետք է լուծենք։ Երեխաներին խրամատ ուղարկել որպես սահմանապահ եւ մոռանալ կրթության հարցերի մասին, դա տրամաբանական չէ։ Խոսվեց բուհերի եւ դպրոցների քաղաքականացվածության մասին։ Ժողովուրդ, մենք այն կառավարությունն ենք, որ ընդունել է թե դպրոցների, թե բուհերի ապաքաղաքականացման մասին օրենքներ։ Ինչու ուժի մեջ պետք է մտնի ավելի ուժ, պարոն Հարությունյան կբացատրի, որտեղ սահմանադրությունը հետադարձության ուժ չի ենթադրում գործողների համար։ Այո, խոշորացած բուհերում է ուժի մեջ մտնելու ապաքաղաքականացվածությունը։ Այո, եւ ես հույս ունեմ, որ դուք կօգնեք մեզ այս ծրագրում, որովհետեւ մենք ուզում ենք ապաքաղաքականացված բուհեր ունենալ։ Դպրոցների մասին։ Ասում եմ դպրոցներում դասատուները վախենում են քաղաքական հայացք արտահայտել։ Բայց ձեր ցուցակներում դասատուները ինչ գործ ունեն։ Ձեր ցուցակներում եւ ձեր ցուցակներում ավելի շատ Լրություն, հարգելի գործընկերներ, մի րոպե Տիկին Ղազյան, հարցը ընդունեք որպես ռետորական, դա չի ենթադրում, որ դուք բոլորով պատասխանեք։ Դա կարձագանք եք, ժողովուրդ ջան, քոլեջի տնօրենը ինչ գործ ունի բանի ցուցակում, ընդդիմադիր ցուցակում, եթե ինքը բանա, քաղաքականապես իրան ճնշում են։ Մեզան շատ դասատուներ կային դաշնակցության ցուցակում, մեր ցուցակից շատ ամենաշատ դասատուները եղել են բոլորի, բացարձակ մի կուսակցության, բոլոր, ես չեմ ուզում որ լինեն ուսուցիչներ ցուցակներում։ Ոնց որ ուզեի որ մենք քաղաքական այդ մարդկանց համադրական իրավունքն է։ Ուզեի մենք քաղաքական տենց որ համաձայնության գայինք եւ չլինեին։ Բայց ժողովուրդ ջան, ոնց որ ձեր ցուցակներում ավելի շատ են։ Ասենք մի քանի տասնյակ ուսուցիչներ ընդգրկված են եղել տարբեր ընդդիմադիր ցուցակներում։ Դպրոցների ու տնօրենների հետ կապված էլ այդ որոշումը կա, որում ոչ չեն կարող լինել ավականու անդամներ կամ կուսակցության ղեկավար մարմնի անդամներ։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի գործընկերներ, Տիկին Գրիգորյան ասում եք գնում եք գյուղեր, ձեզ ասում են այդ դպրոցների մասին, ասում են փակվում են։ Մենք էլ ենք գնում գյուղեր։ Իդեպ մեզ էլ են մոտենում ասում։ Գիտեք ինչի, որովհետև ոնց որ ձեր հարցազրույցներն ու ելույթներն են նայել։ Ճիշտ այնպես ինչպես հարցնում են, այդ առողջապահության ապահովագրության ծրագիրը հունիսի 7-ից հետո ճիշտ է, ոչ չի լինելու։ Մեզ էլ են հարցում, բայց մեզ ավելի շատ շնորհակալություն են հայտնում։ Եվ ճիշտ է ասում Տիկին Մաթեոսյանը, այս պատմությունների հետևում մարդիկ են կանգնած։ Այս պատմությունների հետևում դասի ժամին ցրտահարության վտանգի ներքո չգտնվող աշակերտներ են կանգնած եւ նրանց ծնողները։ Այս պատմության հետևում գիտնականներ են կանգնած, որոնք գիտնականների հետ գիտության ոլորտի հետ կապված ավելի քիչ խոսվեց, բայց ժողովուրդ ջան, մենք գիտության ոլորտի ֆինանսավորումը անգամներով ավելացրել ենք։ Այդ գիտնականները գիտեն, չէ՞ որ իրենք առաջ գնում էին հավաբնում գիտությամբ զբաղվելու, հիմա գնում են վերազինված լաբորատորիայում գիտությամբ զբաղվելու։
Այս պատմության հետո մարզիկներ են կանգնած։ Պատմականորեն ամենաշատ մեդալները անցած տարի ա ունեցել Հայաստանը եւ այս տարի կգերազանցի, որովհետեւ մենք մարզիկին փող ենք տալիս, ասում ենք գնա դու ուրիշ գործով մի զբաղ, մենք քեզ աշխատավարձ կտանք ամեն ամիս մինչեւ 1 միլիոն դրամ։ Դու կգնաս միայն սպորտով կզբաղվես։ Գնա քո մարզասրահ սպորտով կզբաղվես։ Այս պատմության հետևում հազարավոր մարդիկ են կանգնած, որոնք այս պատմության շահառուն են։ Մենք գիտենք մեր թերությունները, ես չեմ ասում, որ մենք իդեալական հանգրվանի ենք հասել, բայց մենք մեր թերությունները փորձում ենք շտկել, գտնել, հասկանալ եւ շտկել։ Դուք որ ասում եք ոչինչ չի արվել, դուք եք ծիծաղելի վիճակում հայտնվում։ Այս պատմության հետևում նաև կանգնած են հազարավոր, նույնիսկ 100 հազարավոր մարդիկ, ովքեր մեզ օգնել են իրականացնել մեր ռեֆորմները։ Դրանք սկսած շինարարներից վերջացրած ուսուցիչներով մարդիկ են, ովքեր ամեն օր այդ մարդիկ ներառյալ պետական ապարատի աշխատողները գնացել են գործի, քաղաքական ճգնաժամերի, հեղաշրջման փորձերի, ահաբեկչության փորձերի, պատերազմների, համավարակների ներքո գնացել են եւ ամեն օր կատարել են իրենց աշխատանքը լուր, համբերատար, հետևողական։ Եվ ես ուզում եմ առիթից օգտվել ու շնորհակալություն հայտնել համակարգին, որ աջակցել է մեզ մեր բարեփոխումների մեջ։ Եվ դրա արձագանքը դուք ընտրություններին եք ստանում, ոչ թե այլ ժամանակ։ Ես պարոն Գաբրիելյանի հետ աշխատել եմ 5 տարի այս հանձնաժողովում։ Հարգելի գործընկերներ, մանավանդ նոր պատգամավորներ։ Պարոն Գաբրիելյանի, այսինքն մեր հանձնաժողովում է եղել նաև ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Ճիշտ է, քիչ քանակությամբ, բայց Լիլիթ Գալստյանի նախագծերը երևի միակն են ընդդիմադիր գործընկերներից, որի նախագծերը ընդունվել են նաև քվեարկվել են Լիագումար նիստերի դահլիճում եւ այդտեղ ահռելի է պարոն Գաբրիելյանի ներդրումը, որովհետև ինքը փորձել է կառուցողական լինել թե նախարարության հետ, թե ազգային ժողովի, խնդրում եմ 10 վայրկյան, թե ազգային ժողովի համոզել, որ կարողանանք լավ նախագծեր ստանալ նաև ընդդիմության հեղինակությամբ։ Հետևաբար ես առաջարկում եմ այս քվեարկությունը վերածել ոչ թե պարոն Գաբրիելյանի մասին քվեարկության, այլ այդպիսի աշխատանքի ոճի։ Ուզում եք մենք միասին ստեղծենք մեր երկրի խնդիրները լուծող, ոլորտի խնդիրները լուծող նախագծեր։ Այդ մշակույթին կողմ քվեարկեք, չեք ուզում, դեմ քվեարկեք։ Շնորհակալություն։